Իսկ եթե նա, ով երդվել է քեզ սիրել, իրականում ամենամեծ դավաճանը լիներ։ Մինչ մարմինը պայքարում է ապաքինվելու համար, հոգին բացահայտում է գաղտնիքներ, որոնք վերքերից ավելի ուժեղ են արնահոսում։ Բայց ոչ բոլոր ցավերն են կաթվածահար անում, որոշները արթնացնում են մի ուժ, որը ոչ ոք չէր սպասում։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում, շարունակենք։ Մարտյան անձրոտ արշալույսը կարծես լուռ նախազգուշացման պես ծանրացել էր Երանի վրա։ Ռոբերտ Կարապետյանը վարում էր Միասնիկյանի պողոտայով, մատները թմբկահարում էին Մերսեդեսի ղեկին, միտքը կիսված Գյումրիում կայացած վերջին գործնական հանդիպման թվերի տուն հասնելու հրատապության միջ։ 35 տարեկանում նա անշարժ գույքի ոլորտում կայսրություն էր կառուցել, բարձրացնելով շենքեր, որոնք վերածում էին երկրի ամենամեծ քաղաքի հորիզոնը։ Բայց այդ գիշեր նրա միակ ցանկությունը գրկելն էր իր երեխաներին, 6-ամյա Լոնին, 4-ամյա Մանեին, որոնք անկասկած արդեն քնած էին իրենց արջուկներով ու արքայադուստրերով զարդարված սենյակներում։ Հեռախոսը զանգեց։ Անահիտն էր։ Ռոբերտը տատանվեց պատասխանելուց առաջ, զգալով կրծքավանդակում այն ծանոթ սեղմոցը, որը վերջին ամիսներին մշտական էր դարձել։ Կնոջ ձայնը մետաղական հնչեց բարձրախոսով, առանց այն ջերմության, որը մի ժամանակ նա վստահ էր, որ լսել էր նրա մեջ։ Նրանք կարճ զրուցեցին ժամերի, պարտականությունների, հաջորդ շաբաթ օրվա բարեգործական երեկույթի մասին։ Ոչ մի խոսք կարոտի մասին։ Ոչ մի խոսք այն մասին, որ երեխաները հարցրել են իր մասին։ Միայն սառը լոգիստիկա, կարծես նրանք ընկերության գործընկերներ լինեին, ոչ թե ամուսին ու կին։ Ռոբերտը հոգնած հոգոց հանելով անջատեց հեռախոսը, զգալով, թե ինչպես է դատարկության զգացումը տարածվում կրծքավանդակում, ինչպես յուղի բիծը ջրի վրա։ Հենց այդ պահին բեռնատարի լույսերը հայտնվեցին ոչ մի տեղից։ Աշխարհը վերածվեց ոլորված մետաղի, փշրված ապակու այրվող ռետինի սուր հոտի, խառնված վառելիքի հետ։ Ռոբերտը զգաց, թե ինչպես հարվածը դաժան ուժով իրեն սեղմեց անվտանգության գոտուն, օդը միանգամից դուրս մղվեց թոքերից։ Մեքենան պտտվեց, հարվածեց արգելապատնեշին, վերջապես կանգ առավ տրամաբանությանը հակասող դիրքով։ Ամեն ինչ լռեց մի հավերժական պահ, մինչ ցավը սկսեց ալիք-ալիք բաբախել ամբողջ մարմնով։ Նա փորձեց շարժվել, բայց կառավարման վահանակը վտանգավոր կերպով մոտեցել էր, արգելափակելով նրա ոտքերը։ Մարմնի ձախ կողմը բաբախում էր այնպիսի ուժ գնությամբ, որ աչքերը այրվում էին։ Հեռվում ոստիկանական ազդանշանների հեռավոր ձայնը սկսեց ուժեղանալ, խառնվելով դեռ սառչող մետաղի զնգոցին մեքենայի տանիքի մնացորդներին հարվածող անձրի խուլ ձայնին։ Լոն։ Մանե։ Երեխաների անունները Ռոբերտի մտքում արձագանքում էին ինչպես հուսահատ մանտրա։ Նա չէր կարող թողնել նրանց։ Չէր կարող հեռանալ այսպես, մի սովորական գիշեր, թաց ճանապարհին, առանց մեկ անգամ ասելու, որ սիրում է նրանց։ Առանց Լոնին սովորեցնելու, թե ինչպես վարել հեծանիվ առանց օժանդակ անիվների։ Առանց Մանեին տանելու տեսնելու այն պոնիներին, որոնք նա այնքան էր խնդրում։ Կենդանի մնալու հրատապությունը երբեք այսքան բնազդային, այսքան բացարձակապես անհրաժեշտ չէր եղել։ Շտապօգնության բժիշկները հասան աղմկոտ հրեշտակների պես, կտրելով մետաղը, ասելով տեխնիկական բառեր, որոնք Ռոբերտը հազիվ էր ընկալում։ Նա զգում էր, թե ինչպես է մարմինը թուլանում, գիտակցությունը սահում պարզության մթության միջ։ Ինչ որ մեկը բռնել էր նրա ձեռքը, ասում էր, որ արթուն մնա, շարունակի խոսել։ Ռոբերտը անընդհատ մրմնջում էր երեխաների անուն։ Ները, կարծես դա բավական էր իրեն իրականությանը կապված պահելու համար։ Հիվանդանոցը ֆլուորեսցենտային լույսերի, սպիտակ միջանցքների իր վրա թեքված անծանոթ դեմքերի մի մշուշ էր։ Ռոբերտին մի տեղից մյուսն էին տանում, ենթարկում հետազոտությունների, որոնց անունները նա չէր հասկանում, մինչ բժիշկները խոսում էին կոդերով, շտապող բուժքույրերը լարեր ու խողովակներ էին միացնում նրա վիրավոր մարմնին։ Ցավը մշտական էր, բայց վախն ավելի մեծ էր։ Վախը աչքերը փակելու, այլս չարթնանալու։ Հենց այդ պահերից մեկի ժամանակ, երբ նրան դրեցին շտապօգնության բաժանմունքի մահճակալները բաժանող բարակ վարագույրի մոտ գտնվող պատգարակի վրա, Ռոբերտը ձայներ լսեց մյուս կողմից։ Երկու բուժքույր զրուցում էին, դեղերը դասավորելով, նրանց խոսքերը հասնում էին իրեն անհանգստացնող պարզությամբ։ Նրա կինը զանգեց, մեկնաբանեց նրանցից մեկը, բայց չհարցրեց, թե նա ինչպես է։ Միայն ապահովագրության գումարն էր ուզում իմանալ, թե արդյոք ծրագիրը ծածկում է ամեն ինչ։ Ռոբերտը զգաց, թե ինչպես սիրտը անկանոն բաբախեց։ Գուցե սխալ էր լսել։ Դեղորայքը, ցավը,
Էն ինչ կարող էր խառնել նրա ընկալումը։ Բայց մյուս բուժքույրը հոգնած հոգոց հանելով պատասխանեց, որ այս շտապօգնության բաժանմունքում ամեն ինչ տեսել է, բայց որոշ մարդկանց սառնությունը դեռ կարողանում է զարմացնել իրեն։ Վստահության մեջ ճաքը, որը Ռոբերտը փորձել էր անտեսել վերջին ամիսներին, վերածվեց խորը անդունդի։ Անահիտը չէր հարցրել իր մասին։ Միայն փողի։ Դա ավելի շատ էր ցավեցնում, քան ցանկացած կոտրվածք, քան ցանկացած ֆիզիկական վնասվածք, որ բժիշկները կարող էին գրանցել իրենց քարտերում։ Երբ վերջապես նրան տեղափոխեցին 7-րդ հարկի առանձին հիվանդասենյակ, Ռոբերտը չափազանց հոգնած էր հույզերը վերլուծելու համար։ Նրա ամբողջ մարմինը ցավերի կատալոգ էր, յուրաքանչյուր շունչ վթարի հիշեցում։ Բայց միտքը չէր դադարում, պտտվում էր այն զրույցի շուրջ, որ լսել էր։ Արդյոք դա ճիշտ էր։ Անահիտն իսկապես միայն ապահովագրությամբ էր մտահոգված։ Պատասխանն ավելի շուտ եկավ, քան նա սպասում էր։ Հիվանդասենյակի դուռը բացվեց, Անահիտը ներս մտավ այնպես, կարծես թեթակի անհարմար սոցիալական միջոցառման էր եկել։ Նա կրում էր կատարյալ։ Ձված մուգ կապույտ զգեստ, շիկահեր մազերը հավաքված էին անթերի հանգույցով, թանկարժեք օծանելիքը սենյակը լցնում էր գարթենիաների ամպով։ Բայց նրա աչքերը երբ կանգ առան Ռոբերտի վրա, թեթացում կամ անհանգստություն չէին արտահայտում։ Կար միայն վատ թաքցրած զայրույթ, կարծես նա փչացրել էր իր շաբաթվա պլանները։ Ռոբերտ, ասաց նա, կանգնելով մահճակալից մի քանի քայլ հեռու, ձեռքերը խաչած։ Փառք Աստծո, որ լավ ես։ Այս վթարն ավելի վատ ժամանակի չէր կարող լինել։ Ես այս շաբաթ շատ կարևոր գործեր ունեմ։ Նա նայեց նրան, փնտրելով այն կնոջ գծերը, ում սիրահարվել էր 10 տարի առաջ։ Հեշտ ժպտացող աղջկան, որը գրավել էր իրեն բարեգործական միջոցառման ժամանակ, որն ասում էր, թե ուզում է սիրով լի ընտանիք կառուցել։ Բայց այն ամենը, ինչ նա տեսնում էր հիմա, գեղեցիկ դեմքով սառը սրտով մի անծանոթուհի էր։ Անահիտը մոտեցավ, բայց չդիպավ նրան։ Պահպանում էր անվտանգ հեռավորություն, կարծես վնասվածքը կարող էր վարակիչ լինել։ Մեկնաբանել ջարդված մեքենայի մասին, ապահովագրական ընկերությունների հետ գործ ունենալու անհարմարության մասին, թե ինչպ. Ես դա կազդի իրենց կերպարի վրա երանյան հասարակության մեջ։ Ոչ մի պահ չհարցրեց, արդյոք նա ցավ ունի։ Արդյոք որե բանի կարիք ունի։ Արդյոք վախեցել է։ Նրա հեռախոսը զանգեց, Անահիտը պատասխանեց, նույնիսկ ներողություն չխնդրելով, թեթակի շրջվելով ձայնը իջեցնելով։ Ռոբերտը ձացրեց, թե ավելի քնկոտ է, քան իրականում էր, աչքերը կիսաբաց դիտելով։ Նա խոսում էր մեղմ, գրեթե մտերմիկ տոնով, ով էլ որ լիներ գծի մյուս կողմում։ Եվ հետո, պարզորոշ, նա լսեց. Ամեն ինչ լավ է, սերս։ Արագ կկարգավորեմ սա, ավելի ուշ կհանդիպենք։ Ռոբերտը զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Սերս։ Նա մեկ ուրիշին էր, սերս անվանել։ Այնտեղ իրենից մի քանի մետր հեռավորության վրա, հավատալով, որ նա չի կարող լսել իրեն։ Դավաճանությունն այլս մշուշոտ կասկած չէր, այլ բյուրեղյա հստակություն, որը կապարի ծանրության պես նստեց նրա կրծքին։ Երբ Անահիտն անջատեց նորից շրջվեց դեպի նրան, Ռոբերտը փակ պահեց աչքերը, շնչառությունը խորը կանոնավոր։ Նա հոգոց հանեց, ստուգեց ժամացույցը մրմնջաց ինչ-որ բան ավելի ուշ վերադառնալու մասին, նախքան սենի ակից դուրս գալը նույն շտապողական տեսքով, ինչպես եկել էր։ Նրա կրունկների ձայնը արձագանքեց միջանցքում, մինչ լիովին անհետացավ։ Նորից մենակ, Ռոբերտը բացեց աչքերը, նայեց սենյակի սպիտակ առաստաղին։ Չարագուշակ գլուխկոտրուկի կտորները սկսեցին իրար միանալ նրա մտքում։ Վթարը, Անահիտի սառնությունը, ապահովագրության մասին զանգը, այն բառը, որ նա շշնջացել էր հեռախոսով։ Հնարավոր է, որ վթարը պարզապես պատահականություն չի եղել։ Որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է արել մեքենայի հետ։ Գաղափարը չափազանց անհեթեթ էր թվում, ֆիլմի նման մի բան, բայց Ռոբերտը չէր կարողանում հեռացնել այն։ Եվ հենց այդ պահին, հիվանդանոցի մահճակալին պառկած, կոտրված մարմնով, փշրված սրտով, նա որոշում կայացրեց։ Պիտի ձացներ, թե ավելի թույլ է, քան իրականում էր։ Պետք էր դիտել, լսել, պարզել, թե մինչ ուր է հասնում Անահիտի դավաճանությունը, ովքեր են էլի ներգրավված դրանում։ Անգիտակից ձանալու յուրաքանչյուր րոպեն կարող էր տարբերությունը լինել ճշմարտությունը բացահայտելու նորից զոհ դառնալու միջ։ Հիվանդանոցում հաջորդող օրերը մի տեսակ լուր թատրոն էին։ Ռոբերտը աչքերը փակ էր պահում մեծ մասամբ, հատկապես, երբ մոտեցող քայլեր էր լսում։
Բժիշկները զգուշավոր լավատեսությամբ էին խոսում նրա ապաքինման մասին, բուժքույրերը խնամում էին նրան պրոֆեսիոնալ քնքշությամբ, իսկ Անահիտը օրը մեկ անգամ հայտնվում էր, միշտ օծանելիք քսած, միշտ անհամբեր, միշտ հեռախոսով խոսելով, հենց որ կարծում էր, թե նա քնած է։ Հենց այդ այցելություններից մեկի ժամանակ Ռոբերտը ծանոթացավ Արմեն Համբարձումյանի հետ։ Տղամարդը Անահիտի հետից սենյակ մտավ, բարձրահասակ, անթերի կոստյումով ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Նա ներկայացավ որպես ընտանիքի հին բարեկամ, մեկը, ով ուզում էր օգնել, ինչով որ անհրաժեշտ լիներ այս դժվար պահին։ Բայց այն ձև, որով նա դիպավ Անահիտի ուսին, ինչպես նրանց հայացքները հանդիպեցին մի վայրկյան ավել, քան պատշաճ կլիներ, Ռոբերտին ասաց այն ամենը, ինչ նա պետք է իմանար։ Դա հեռախոսի տղամարդն էր։ Սերը, որ նա նշել էր։ Արմենը խոսեց բիզնեսի մասին, թե ինչպես է պատրաստ օգնել Ռոբերտի ընկերությունները կառավարելուն, մինչ նա կապաքինվի։ Նրա ձայնը մեղմ էր, համոզիչ, այնպիսի ձայն, որը ներդրողներին համոզում է ստորագրել խոշոր պայմանագրեր։ Բայց ձական անհանգստության շերտի տակ Ռոբերտը զգում էր ինչ-որ ավելի մութ բան։ Հավակնություն, ագահություն, ցանկություն վերցնելու այն, ինչ իրենը չէր։ Անահիտն ու Արմենը խոսում էին այնպես, կարծես Ռոբերտը այնտեղ չլիներ, քննարկելով լիազորագրեր, բանկային հաշիվների հասանելիություն, գործարար որոշումներ։ Կինը նշեց, որ ավելի գործնական կլիներ, եթե նա լիակատար վերահսկողություն ունենար ամեն ինչի վրա, միայն ժամանակավորապես, իհարկե, մինչ Ռոբերտը լիովին կապաքինվեր։ Արմենը համաձայնում էր յուրաքանչյուր բառի հետ, ավելացնելով առաջարկներ, որոնք Անահիտին կդարձնեին միակ մարդը, որը որոշում կայացնելու իրավունք ուներ Ռոբերտի կառուցած կայսրության վրա։ Նրանք կարծում էին, որ հաղթել են, որ մահճակալին պառկած մարդը պարզապես ժամանակավոր խոչընդոտ է, որը շուտով պետք է հեռացվի կամ չեզոքացվի։ Բայց Ռոբերտը լսում էր յուրաքանչյուր բառ, արձանագրում յուրաքանչյուր մտադրություն իր հիշողության մեջ, կառուցելով դավաճանության քարտեզը, որը բացվում էր իր առջ։ Երբ վթարից շաբաթ անց նրան վերջապես դուրս գրեցին հիվանդանոցից, Ռոբերտին մասնավոր շտապօգնության մեքենայով տուն տարան, կենտրոնում գտնվող առանձնատուն։ Տունը 3 հարկանի վեհաշուկ կառույց էր, ամբողջությամբ պորտուգալական մարմարից հայելային ապակիներից, շրջապատված այգիով, որն ավելի շատ զբոսայգու էր նման։ Դա նրա հասած հաջողության գերագույն խորհրդանիշն էր, բայց այդ օրը, երբ նրան պատգարակով ներս էին տանում, առանձնատունն ավելի շատ ոսկե բանտի էր նման։ Անահիտն անմիջապես բողոքեց այն հետքերից, որ պատգարակը թողել էր ներկրված մարմարե հատակին։ Նա կոպտորեն դիմեց շտապօգնության աշխատակիցներին, պահանջելով, որ ավելի զգույշ լինեն թանկարժեք կահույքի հետ։ Չհարցրեց, արդյոք Ռոբերտը հարմարավետ է տեղափոխման ընթացքում։ Չառաջարկեց բռնել նրա ձեռքը, երբ նրան տեղավորում էին առաջին հարկի սենյակում, որը հարմարեցվել էր նրա ապաքինման համար։ Նա իրեն պահում էր ինչպես անհարմար հյուրերից զայրացած տանտիրուհի, ոչ թե ինչպես կին, որը վիրավոր ամուսնուն տուն է ընդունում։ Ռոբերտին տեղավորեցին մեծ մահճակալի վրա, որը հատուկ բերվել էր այդ սենյակի համար, շրջապատված բժշկական սարքավորումներով, որոնք էլեգանտ միջավայրը վերածում էին մի տեսակ փոքրիկ հիվանդանոցի։ Նրան ցերեկը խնամելու համար վարձված մասնավոր բուժքույրը մի բարյացակամ տիկին էր, տիկին Անուշ անունով, որն անմիջապես մայրական արդյունավետությամբ իր վրա վերցրեց իրավիճակի վերահսկողությունը։ Բայց գիշերն էր, երբ տիկին Անուշը գնում էր, առանձնատունը ընկղմվում էր ծանր լռության մեջ, որ Ռոբերտը իսկապես դիտում էր։ Պառկած այդ մահճակալին, ձացնելով, թե ավելի թույլ է, քան կար, նա լսում էր քայլեր վերի հարկում, խուլ զրույցներ, ծիծաղ, որը արձագանքում էր աստիճանավանդակի բացվածքով։ Անահիտն ու Արմենն այլս չէին թաքնվում։ Նրանք կարծում էին, որ Ռոբերտը չափազանց անգիտակից է, չափազանց շատ դեղեր է ընդունել, չափազանց կոտրված է նկատելու համար։ Բայց նա ամեն ինչ նկատում էր։ Եվ այդ դավաճանությունների ու չարագուշակ ծրագրերի խավարի մեջ մի փոքրիկ ու անսպասելի լույս սկսեց շողալ։ Նրա անունը Լուսինե Սարգսյան էր, տան սպասուհին։ 32 տարեկան մի կին, նիհար, շագանակագույն մազերը միշտ հավաքված պարզ պոչիկով ժպիտով, որը փորձում էր թաքցնել հոգնածությունը։ Լուսինեն առանձնատանը աշխատում էր գրեթե 3 տարի, միշտ զուսպ, միշտ նվիրված, այնպիսի մարդ, որն անտեսանելի էր դառնում Անահիտի նման տերերի համար, բայց որը պահում էր տան ամբողջ կառուցվածքը։ Հենց Լուսինեն էր, որ լուռ քայլերով մտնում էր Ռոբերտի սենյակ, ուղղում վերմակները, նույնիսկ երբ ջերմաստիճանը կատարյալ էր, փակում վարագույրները, որպեսզի լույսը չանհանգստացնի նրան, թարմ ջուր բերում, առանց որևէ մեկի խնդրելու։
Նա քիչ էր խոսում, բայց նրա գործողություններն ամեն ինչ ասում էին։ Յուրաքանչյուր ժեստի մեջ կար անկեղծ քնքշություն, իրական անհանգստություն, որը կտրուկ հակադրվում էր Անահիտի սառնությանը։ Եվ հենց երեխաներն էին, որ բացահայտեցին Լուսինեի իրական բնավորությունը։ Անահիտն արգելել էր Լոնին ու Մանեին տեսնել հորը։ Նա պնդում էր, որ վիրավոր հոր տեսարանը տրավմատիկ կլիներ այդքան փոքր երեխաների համար, բայց Ռոբերտը գիտեր ճշմարտությունը։ Անահիտը չէր ուզում, որ երեխաներն ավելի ամուր կապեր հաստատեն իր հետ։ Ուզում էր նրանց հեռու պահել, վերահսկել, ել իր ապագա ծրագրերին համապատասխան։ Բայց Լուսինեն չէր հնազանդվում։ Մի գիշեր, երբ Անահիտն ու Արմենը դուրս էին եկել ընթրելու, Ռոբերտը լսեց, թե ինչպես զգուշորեն բացվեց սենյակի դուռը։ Լուսինեն էր, ձեռքից բռնած Լոնին ու Մանեին, երկուսն էլ գիշերազգեստով, աչքերը լայն բացված անհանգստությունից ու հույսից։ Սպասուհին մատը մոտեցրեց շուրթերին, լռություն խնդրելով, նախքան երեխաներին հոր մահճակալի մոտ տանելը։ Լոնն առաջինը մոտեցավ, արցունքներն արդեն հոսում էին նրա կլոր այտերով։ «Հայրիկ», շշնջաց նա, ձայնը կոտրվելով։ «Մենք քեզ կարոտել էինք»։ Մայրիկն ասաց, որ չենք կարող քեզ տեսնել, բայց Լուսինե մորաքույրը թույլ տվեց, որ գանք բարի գիշեր ասենք։ Մանեն, ավելի փոքր ու ամաչկոտ, բռնեց Ռոբերտի մատը իր փոքրիկ ձեռքով։ Նա ոչինչ չասաց, միայն նայեց նրան այն հսկայական շագանակագույն աչքերով, կարծես հիշում էր հոր դեմքի յուրաքանչյուր մանրուք։ Ռոբերտը զգաց կուրծքը սեղմվեց այնպիսի ուժեղ հուզմունքից, որ քիչ մնաց տապալեր իրեն։ Այնտեղ էին իր երեխաները, էակներ, որոնց նա աշխարհում ամենաշատն էր սիրում, բերված իր մոտ մի սպասուհու կողմից, որը վտանգում էր սեփական աշխատանքը, ճիշտ բան անելու համար։ Նա հետ սեղմեց Մանեի փոքրիկ ձեռքը, շշնջաց Լոնին, որ լավ է, որ շուտով ոտքի կկանգնի, որ նրանց ամեն ինչից շատ է սիրում։ Լուսինեն թույլ տվեց երեխաներին մնալ ընդամենը մի քանի րոպե, բավական կարոտն առնելու համար, նախքան նրանց հետ տանելը սենյակ, խոստանալով, որ շուտով կարող են նորից գալ։ Երբ նա մենակ վերադարձավ Ռոբերտի բարձն ուղղելու, նա նայեց նրան մի երախտագիտությամբ, որը չէր կարող արտահայտել բառերով։ «Շնորհակալ եմ», պարզապես ասաց նա։ Լուսինեն ժպտաց, այն հոգնած, բայց անկեղծ ժպիտով։ «Երեխաներին հայր է պետք, պարոն Ռոբերտ։ Ճիշտ չէ նրանց ձեզանից հեռու պահելը»։ Այդ պահին Ռոբերտի մեջ ինչ-որ բան փոխվեց։ Նա սկսեց Լուսինեին տեսնել ոչ թե որպես սպասուհի, այլ որպես մարդ։ Մի կին, սեփական պատմությամբ, բարությամբ, որը փայլում էր նույնիսկ ամենադժվար հանգամանքներում։ Եվ սկսեց ուշադրություն դարձնել։ Նկատեց, թե ինչպես է նա միշտ մի փոքր շուտ գալիս, քան անհրաժեշտ է, ինչպես է խնամքով պատրաստում իր երեխաների սուրճը, ինչպես է ծալում նրանց հագուստները, կարծես դրանք թանկարժեք գանձեր լինեին։ Նկատեց նա այն հոգնածությունը, որը նա փորձում էր թաքցնել, այն շրջանակները, որոնք պարզ դիմահարտարումը լիովին չէր ծածկում, այն ձև, որով երբեմն ձեռքը դնում էր մեջքին, կարծես ցավ զգար։ Եվ նկատեց փոքրիկ աղջկան։ Նարեն 4 տարեկան էր, նույն տարիքի, ինչ Մանեն։ Նա երբեմն հայտնվում էր հանգստյան օրերին, երբ Լուսինեն ոչ ոք չուներ, ում հետ թողներ նրան, մի փոքրիկ էակ, մեծ աչքերով ամաչկոտ ժպիտով, բռնած մի քրքրված կտորից տիկնիկ, կարծես դա իր ամենամեծ գանձը լիներ։ Անահիտն ատում էր, երբ Լուսինեն բերում էր դստերը, բողոքում էր, որ սպասուհուն չի վճարում երեխա խնամելու համար, բայց Լուսինեն խորապես ներողություն էր խնդրում, խոստանում, որ աղջիկը հանգիստ կմնա, ոչ ոքի չի անհանգստացնի։ Նարեն իսկապես հանգիստ էր։ Նստում էր խոհանոցի մի անկյունում իր տիկնիկով, նկարում տետրի հին թերթերի վրա, ցածրաձայն երգում մուլտֆիլմերի երգեր։ Երբեմն Լոնն ու Մանեն խաղում էին նրա հետ, երբ Անահիտը չէր նայում, Ռոբերտը կարող էր լսել 3 երեխաների ծիծաղը, որը արձագանքում էր տանը, բերելով մի թեթություն, որը վաղուց անհետացել էր այդ վայրից։ Հենց այս փոքրիկ մարդկային պահերն էին, որ Ռոբերտին կապված էին պահում։ Լուսինեի նվիրվածությունը, երեխաների սերը, վստահությունը, որ աշխարհում դեռ բարություն կա, նույնիսկ երբ իր շուրջ ամեն ինչ թվում էր փտած ու կեղծված։ Բայց ճակատագիրը, ինչպես միշտ, իր սեփական ծրագրերն ուներ։ Եվ պատրաստվում էր փոխել ամեն ինչ այնպես, ինչպես ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Հինգշաբթի առավոտ էր, Երանի երկինքը ծանրաբեռնված էր մոխրագույն ամպերով, որոնք փոթորիկ էին խոստանում։ Ռոբերտը պառկած էր մահճակալին, լսում էր ռադիոյի նորությունները, որը տիկին Անուշը միացրած էր թողել, երբ լսեց սենյակի դռան բացվելը։ Սպասում էր տեսնել բուժքրոջը նախաճաշով, բայց Լուսինեն էր ներս մտնում, ինչ-որ բան ակնհայտորեն այն չէր։ Նա դողում էր։
Մատներից, որոնք բռնել էին բջջային հեռախոսը, մինչ ուսերը, որոնք առաջ էին կորացել, կարծես անտեսանելի բեռ գրեին։ Նրա աչքերը կարմիր էին ուռած, քիթը կարմրած լաց լինելուց։ Ձեռքի հեռախոսը համառորեն թրթռում էր, էկրանին թարթում էր բժշ Կական կլինիկայի անունը։ Նարեն նրա հետ էր, կառչած մոր փեշից, տիկնիկը սեղմած կրծքին։ Աղջիկը զգում էր, որ ինչ-որ բան այն չէ, թե հստակ չէր հասկանում, թե ինչ։ Նրա մեծ աչուկները դիտում էին մորը մի անհանգստությամբ, որը 4 տարեկան ոչ մի երեխա չպետք է զգա։ Լուսինեն փորձեց թաքցնել, խորը շունչ քաշել, իրեն հավաքել։ Հեռախոսը դրեց գոգնոցի գրպանը, մոտեցավ Ռոբերտի մահճակալին, սավաններն ուղղելու, բայց ձեռքերն այնքան էին դողում, որ դեղահաբերից մեկը, որը պիտի դներ մահճակալի կողքի բաժակի մեջ, ընկավ հատակին, գլորվելով պահարանի տակ։ Հեռախոսը նորից զանգեց։ Լուսինեն նայեց էկրանին, Ռոբերտը տեսավ դոկտոր բառը, որին հաջորդում էր մի անուն, որը նա չկարողացավ լրիվ կարդալ։ Սպասուհին դողացող ձայնով պատասխանեց, թեթակի շրջվելով, չնկատելով, որ Ռոբերտը լիովին արթուն է ուշադիր։ Ալո։ Այո, դոկտոր։ Ես գիտեմ, որ հրատապ է։ Նրա ձայնը կտրտվում էր, պայքարելով լացի դեմ, որը սպառնում էր հորթել յուրաքանչյուր բառի հետ։ Գծի մյուս կողմում կնոջ ձայնը խոսում էր լուրջ, պրոֆեսիոնալ, բայց ոչ առանց կարեկցանքի տոնո։ Ռոբերտը չէր կարողանում լսել հստակ բառերը, բայց Լուսինեի դեմքը պատմում էր ամբողջ պատմությունը։ Մի սարսափելի պատմություն, որը փլուզում էր նրա աշխարհը։ 3 ամիս, շնջաց Լուսինեն, ձայնը կոտրվելով։ Բայց, դոկտոր, նա երբեմն միայն գլխացավից էր բողոքում։ Ես կարծում էի, որ երեխայական բան է, կանցնի։ Լռություն։ Լուսինեն լսում էր, յուրաքանչյուր անցնող վայրկյանը կարծես դաշույնի հարված լիներ նրա սրտին։ Ռոբերտը զգաց, որ իր սիրտը արագացավ։ Ինչ-որ բան շատ վատ էր։ Ինչ-որ բան Նարեի հետ։ Բժշկի ձայնը շարունակվեց, Լուսինեն էլ ավելի կծկվեց։ Բուժումը պետք է անմիջապես սկսվի։ Առանց դրա իրավիճակը կարող է արագ վատանալ, մենք չենք կարող սպասել։ Նարեն էլ ավելի ուժեղ սեղմեց մոր փեշը, զգալով նրանից բխող հուսահատությունը։ Լուսինեն տվեց այն հարցը, որը Ռոբերտը գիտեր, որ կգա, այն հարցը, որը հավանաբար նրան արթուն էր պահել ամբողջ գիշեր։ Ինչ արժե, դոկտոր։ Պատասխանը նրան ստիպեց սայթաքել։ Ռոբերտը տեսավ, թե ինչպես ոտքերը թուլացան, տեսավ, թե ինչպես ազատ ձեռքը բռնեց պահարանի եզրից չընկնելու համար։ Բժշկի նշած գումարը աստղաբաշխական էր ցանկացած սովորական մարդու համար։ Հավանաբար, դա ավելի շատ գումար էր, քան Լուսինեն կվաստակեր 5, գուցե 10 տարվա աշխատանքով։ Ես մի բան կանեմ, ասաց Լուսինեն, բայց ձայնը դուրս եկավ առանց համոզմունքի։ Կխոսեմ ընտանիքիս հետ, կվաճառեմ այն, ինչ ունեմ, վարկ կխնդրեմ։ Խնդրում եմ, դոկտոր, ուղղակի ինձ մի քիչ ժամանակ տվեք։ Բայց Ռոբերտը ճանաչում էր բժշկի պատասխանի այդ տոնը։ Ժամանակ չկար։ Նարեին բուժումը պետք էր հիմա, այլապես հետանքները անդառնալի կլինեին։ Երբ Լուսինեն անջատեց հեռախոսը, նա մի երկար պահ կանգնած մնաց սենյակի մեջտեղում, հեռախոսը դեռ ձեռքին, ուսերը դողում էին լուր հեկեկոցներից, որոնք նա հուսահատորեն փորձում էր զսպել, դստերը չվախեցնելու համար։ Նարեն նույնպես սկսեց լաց լինել, չհասկանալով ինչու, միայն իմանալով, որ մայրը տխուր է։ Հենց այդ պահին Լուսինեն արեց մի բան, որը Ռոբերտի սիրտը կտոր-կտոր արեց։ Նա ծնկի իջավ նրա մահճակալի կողքին, բռնեց նրա ձեռքն իր երկու, արցունքներից թաց ձեռքերով սկսեց խոսել, հավատալով, որ նա չի կարող լսել իրեն, որ նա չափազանց հեռու մի տեղում է։ Պարոն Ռոբերտ, շնջաց նա, ձայնը խեղդվելով։ Եթե դուք կարողանայիք հիմա ինձ լսել, եթե իսկապես այստեղ լինեիք, ես գիտեմ, որ դուք կօգնեիք։ Դուք միշտ լավ եք եղել, նույնիսկ երբ կարծում էիք, որ ոչ ոք չի տեսնում։ Բայց ես ինքս մի բան կանեմ, խոստանում եմ։ Կաշխատեմ որքան պետք է, կանեմ այն, ինչ պետք է։ Իմ Նարեն լավանալու է։ Պետք է լավանա։ Նա հուսահատ ուժով սեղմեց նրա ձեռքը, կարծես կարողանար ինչ-որ կերպ իր ցավի մի մասը փոխանցել այն մարդուն, որը պառկած էր այնտեղ, ըստ երույթին անտեղյակ իր տառապանքից։ Եվ այդ պահին Ռոբերտ Կարապետյանը կայացրեց իր կյանքի ամենակարևոր որոշումը։ Այլս չէր կարող շարունակել ձացնել։ Ոչ այն դեպքում, երբ մի անմեղ երեխա վտանգի մեջ էր։ Ոչ այն դեպքում, երբ այն միակ իսկապես բարի մարդը այդ տանը քայքայվում էր իր աչքի առաջ։
Վրեժխնդրությունը Անահիտից, դավաճանության բոլոր մանրամասները բացահայտելու ցանկությունը, այս ամենը հանկարծ երկրորդական թվացին մոր նրա դստեր տառապանքի առաջ։ Նա պետք է գործեր։ Եվ պետք է գործեր հիմա։ Բայց նա գիտեր, որ պետք է զգույշ լիներ։ Եթե վաղաժամ բացահայտեր, որ Արթունը, նախքան Անահիտի Արմենի դեմ բոլոր ապացույցներն ունենալը, նրանք կարող էին ոչնչացնել ապացույցները, անհետացնել փողերը, կամ ավելի վատ։ Նրան պլան էր պետք։ Մի պլան, որը կփրկեր Նարէին մի նույն ժամանակ կպաշտպաներ իրեն իր սեփական երեխաներին։ Մինչ Լուսինեն դանդաղորեն բարձրանում էր, դեմքը սրբելով ձեռքի թիկունքով, Ռոբերտը կայացրեց իր որոշումը։ Կսպասեր մինչ գիշեր, երբ նա վերադառնար սենյակը կարգի բերելու, նախքան տուն գնալը։ Այդ ժամանակ կբացահայտեր, որ Արթունը միայն նրա համար։ Եվ միասին նրանք միջոց կգտնեին Նարէին փրկելու, առանց զգուշացնելու այն թշնամիներին, որոնք շրջապատել էին այդ տունը։ Առայժմ կշարունակեր ձացնել։ Եվս մի քանի ժամ։ Մի քանի ժամ, որոնք հավերժություն կթվային, իմանալով, որ 4 տարեկան մի փոքրիկ աղջիկ շտապ օգնության կարիք ունի։ Լուսինեն սենյակից դուրս եկավ, Նարէին ձեռքից բռնած, գլուխը կախ, պարտված։ Ռոբերտը լսեց, թե ինչպես նա կանգ առավ միջանցքում, մի քանի անգամ խորը շունչ քաշեց, փորձելով իրեն հավաքել, նախքան իր ամենօրյա գործերին վերադառնալը։ Կյանքը պետք է շարունակվեր, ի վերջո։ Սպասքը պետք է լվացվեր, հագուստը արդուկվեր, ճաշը պատրաստվեր։ Այս ամենից ոչինչ չէր դադարում, միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկի աշխարհը փլուզվում էր։ Հաջորդող ժամերը Ռոբերտի կյանքի ամենաերկարն էին։ Նա անշարժ մնաց այդ մահճակալին, մարմինը լարված անհանգստությունից, միտքը տենթագին աշխատում էր հնարավորությունների պլանների վրա։ Տիկին Անուշը մի քանի անգամ մտավ ու դուրս եկավ, ստուգելով կենսական նշանները, կարգավորելով դեղերը, ուրախ զրուցելով մանրուքների մասին, որոնք Ռոբերտը հազիվ էր գրանցում։ Անահիտը կեսօրին արագ անցավ սենյակով, օծանելիք քսած շտապող, ինչպես միշտ, միայն ձականությունները պահպանելու համար։ Նույնիսկ մահճակալին մոտ չեկավ։ Պարզապես տիկին Անուշին մեկնաբանեց, որ ուշ կվերադառնա, որ կարոր ընթրիք ունի, որ բուժքույրը չանհանգստանա իրեն Արթուն սպասելով։ Արմենը չհայտնվեց, բայց Ռոբերտը գիտեր, որ նա մոտակայքում է։ Կարող էր զգալ նրա ներկայությունը այդ տանը, ինչպես զգում են մոտեցող փոթորիկը։ Նա վերում էր, հավանաբար Ռոբերտի աշխատասենյակում, փորփրում էր աստաթղթեր, որոնք իրենը չէին, պլաններ կազմում ապագայի հետ, որը իրեն չէր պատկանում։ Երբ վերջապես ցերեկը տեղի տվեց երեկոյին, առանձնատան լույսերը սկսեցին ավտոմատ կերպով միանալ, Ռոբերտը լսեց Լուսինեի ձայնը խոհանոցում, որը հրաժեշտ էր տալիս տիկին Անուշին։ Նրա հերթափոխն ավարտվել էր։ Նա կգնար, կվերադառնար Շենգավիթում գտնվող իր համեստ տունը, կգրկեր իր հիվանդ դստերը, կփորձեր անհնարինը պարզել։ Բայց Ռոբերտը չէր կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Այլս ոչ։ Նա սպասեց լսելու Լուսինեի քայլերը, որոնք մոտենում էին սենյակին, ինչպես նա միշտ անում էր տուն գնալուց առաջ, վերջին ստուգման համար, համոզվելու, որ նա հարմարավետ է, որ թարմ ջուր ունի, որ վերմակները լավ դրված են։ Դա մի ծես էր, որը նա կրոնական նվիրվածությամբ կատարում էր, նույնիսկ իմանալով, որ տիկին Անուշն արդեն այդ ամենն արել էր։ Դա նրա խնամելու ձն էր։ Դուռը դանդաղ բացվեց, Լուսինեն ներս մտավ, ուսերը կախված օրվա ծանրությունից, դեմքը նշանավորված մի հոգնածությամբ, որը շատ ավելին էր, քան ֆիզիկական հոգնածությունը։ Նա մոտեցավ մահճակալին, ուղղեց սա վանը, որը ուղղելու կարիք չուներ, լցրեց ջրի բաժակը, որը դեռ լիքն էր։ Նրա ձեռքերը շարժումները կատարում էին ավտոմատ կերպով, մինչդեռ միտքը ակնհայտորեն այլ տեղ էր։ Հավանաբար հաշվարկում էր, թե որքան խնայողություն ունի, քանի լրացուցիչ հերթափոխ կարող է անել, ով կարող է փող տալ։ Հենց այդ պահին Ռոբերտը լիովին բացեց աչքերը, խոսեց, ձայնը դուրս գալով խռպոտ, բայց պարզ։ Լուսինե։ Նա խուլ ճիչ արձակեց, ջրի բաժակը գցելով մահճակալի կողքի սեղանիկին, ձեռքը թռավ դեպի կուրծքը։ Նրա աչքերը լայն բացվեցին, վախն ու զարմանքը պայքարում էին իրար դեմ նրա դեմքին։ Պարոն Ռոբերտ, շնջաց նա, անհավատալիորեն։ Դուք կարող եք ինձ լսել։ Ռոբերտը ջանք գործադրեց արմունկների վրա հենվելու, անտեսելով կողոսկրերը խոցող ցավի նոպան։ Կարող եմ, ասաց նա։ Եվ կարող եմ նա քեզ լսել։ Ես լսեցի այն ամենը, ինչ դու այսօր առավոտյան ասացիր։ Քո դստեր մասին։ Նրա հիվանդության մասին։ Բուժման մասին։
Լուսինեի դեմքը զարմանքից վերածվեց բացարձակ սարսափի։ Նա մի քայլ հետ գնաց, ձեռքերը դողում էին, աչքերը նորից լցվում արցունքներով։ Շատ եմ ցավում, սկսեց նա կակազել։ Ես չպետք է իմ խնդիրները ձեզ բերեի, չպետք է ոչինչ ասեի, ես ուղղակի մտածեցի, որ գուցե, նա կանգ առավ, անկարող շարունակել, բառերը կորչում էին հեկեկոցների մեջ։ Ռոբերտը բարձրացրեց ձեռքը, լռություն խնդրելով։ Լսիր, Լուսինե։ Ուշադիր լսիր։ Ես կօգնեմ քո դստերը։ Ես կվճարեմ ամբողջ բուժումը, ինչ որ անհրաժեշտ լինի, լավագույն բժիշկներին, լավագույն հիվանդանոցը։ Նարեն լավանալու է։ Լուսինեն մի պահ լիովին անշարժ մնաց, կարծես բառերը իմաստ չունեին, կարծես դրանք մի լեզվով լինեին, որը նա չէր հասկանում։ Հետո սկսեց գլուխը թափահարել, արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Ոչ, պարոն Ռոբերտ։ Չեմ կարող ընդունել։ Դա չափազանց շատ է, դա մի գումար է, որը ես երբեք, նա կուլ տվեց, երբեք չէի կարողանա հետ վճարել։ Ճիշտ չէր լինի։ Ես չեմ խնդրում, որ հետ վճարես, Ռոբերտն ասաց վճռականորեն։ Ես դա անում եմ, որովհետև դա ճիշտ բան է անել։ Որովհետև դու վերջին ամիսներին ավելի բարի ես եղել ինձ իմ երեխաների հետ, քան իմ սեփական կինը։ Որովհետև դու արժանի ես ունենալ քո դստերը առող։ Եվ որովհետև նա դադար տվեց, պետք էր ազնիվ լինել, ես նա քո օգնության կարիքն ունեմ։ Լուսինեն թարթեց, շփոթված։ Իմ օգնության։ Ռոբերտը նայեց սենյակի փակ դռան ուղղությամբ, ձայնն էլ ավելի իջեցնելով։ Այս տանը բաներ են կատարվում, Լուսինե։ Բաներ, որոնք դու հավանաբար արդեն նկատել ես, նույնիսկ առանց ուզենալու։ Իմ կինը նա այն չէ, ինչ ես կարծում էի։ Եվ ինձ պետք է մեկը, ում կարող եմ վստահել, մեկը, ով կարող է օգնել ինձ առանց կասկածներ հարուցելու։ Կարող ես դա անել ինձ համար։ Սպասուհին ձեռքի թիկունքով սրբեց արցունքները, նրա դեմքը խոցելիությունից փոխվեց մի վճռականության, որը Ռոբերտը նախկինում չէր տեսել։ Դուք փրկեցիք իմ դստերը, պարզապես ասաց նա։ Ես կանեմ այն ամենը, ինչ ձեզ պետք է։ Ռոբերտը գլխով արեց, զգալով, թե ինչպես է հսկայական թեթացումը լցնում կուրծքը։ Ապա վաղը առավոտյան, նախքան Անահիտի արթնանալը, դու կզանգես հիվանդանոց։ Ես քեզ կտամ իմ անձնական հաշվի բոլոր տվյալները, այն մեկը, որին միայն ես հասանելիություն ունեմ։ Դու կփոխանցես անհրաժեշտ գումարը, Նարեի բուժումը անմիջապես սկս։ Ելու համար։ Եվ ինձ մի նոր հեռախոս կբերես, այնպիսիներից, որոնք արդեն ակտիվացված համարով են։ Ես պետք է մի քանի զանգ անեմ, առանց որևէ մեկի իմանալու։ Բայց դուք չպետք է հանգստանաք, Լուսինեն հարցրեց, անհանգստացած։ Բժիշկներն ասացին, որ դուք պետք է հանգստանաք, չլարվեք։ Ես կձացնեմ, որ դեռ շատ թույլ եմ, բացատրեց Ռոբերտը։ Հատկապես Անահիտի, նա քիչ մնաց թքեր անունը, Արմենի առաջ։ Բայց պետք է արագ գործեմ։ Բաներ են կատարվում, որոնք դու չգիտես, Լուսինե։ Բաներ, որոնք վտանգի տակ են դնում ոչ միայն իմ կյանքը, այլ Լոնի Մանեի կյանքը։ Լուսինեի աչքերը լայն բացվեցին հասկացողությունից վախից։ Տիկին Անահիտը, շշնջաց նա։ Նա լավ չի վերաբերվում երեխաներին, պարոն Ռոբերտ։ Ես միշտ իմացել եմ։ Այն ձը, որով նա խոսում է նրանց հետ, երբ դուք մոտակայքում չեք, ինչպես նա Լուսինեն կանգ առավ, կարծես վախենում էր շատ խոսել։ Կարող ես խոսել, քաջալերեց Ռոբերտը։ Ես պետք է ամեն ինչ իմանամ։ Նա ամեն ինչի համար գոռում է նրանց վրա։ Պատժում է նրանց մանրուքների համար։ Մի օր Մանեն առանց ուզենալու։ Հյութ թափեց խոհանոցում, տիկին Անահիտը նրան ժամերով փակեց սենյակում։ Աղջիկը լաց եղավ, մինչ արցունք այլս չմնաց։ Լուսինեն կոկորդը մաքրեց, ակնհայտորեն անհարմար զգալով նրանից, ինչ պիտի ասեր հաջորդիվ։ Իսկ պարոն Արմենը նա շատ է լինում այստեղ։ Մնում է մինչ ուշ գիշեր։ Նրանք զրուցում են աշխատասենյակում, թանկարժեք գինի խմում, բարձր ծիծաղում։ Մի անգամ ես, նա տատանվեց։ Շարունակիր, ասաց Ռոբերտը, թե արդեն գիտեր, թե դա ուր է տանում։ Մի անգամ ես բարձրացա ձեր սենյակից կեղտոտ լվացքը վերցնելու, նա խորը շունչ քաշեց, նրանք միասին էին։ Համբուրվում էին։ Միջանցքում, նույնիսկ չմտահոգվելով, որ ինչ-որ մեկը կտեսնի։ Երբ ինձ տեսան, տիկին Անահիտն ասաց, որ եթե ես ձեզ պատմեմ, ինձ անմիջապես կհեռացնի աշխատանքից ամեն ինչ կանի, որ ես այլս Երանում աշխատանք չգտնեմ։
Ռոբերտը զգաց, թե ինչպես զայրույթը եռաց իր ներսում, բայց ձայնը հանգիստ պահեց։ Որքան ժամանակ է դա տեղի ունենում։ Վթարից առաջ, կարծում եմ։ Գուցե 3-4 ամիս։ Բայց երբ դուք հիվանդանոցից վերադարձաք, նրանք ավելի լկտի դարձան։ Կարծ։ Ես, նա փնտրեց ճիշտ բառերը, կարծես կարծում էին, որ դուք այլս չեք արթնանա։ Կամ որ նշանակություն չի ունենա, եթե արթնանաք։ Այդ բառերը հաստատեցին Ռոբերտի ամենավատ կասկածները։ Նրանք ամեն ինչ պլանավորել էին։ Վթարը պատահականություն չէր եղել։ Ինչ-որ կերպ Անահիտն ու Արմենը շահարկել էին մեքենան, հուսալով, որ նա չի փրկվի։ Եվ երբ փրկվեց, խաղադրույք կատարեցին, որ նա այնքան անկարող կմնա, որ իրենց պլաններին սպառնալիք չի լինի։ Բայց նրանք թերագնահատել էին Ռոբերտ Կարապետյանին։ Լուսինե, ասաց նա, նայելով սպասուհու հոգնած, բայց հավատարիմ աչքերին։ Մենք այսպես կանենք։ Դու կխնամես Նարեին։ Վաղը նրան կտանես բուժումը սկսելու։ Ոչնչի մասին մի անհանգստացիր, ես ամեն ինչ կկարգավորեմ։ Եվ մինչ դու բացակայում ես, ես այստեղ կաշխատեմ Անահիտի Արմենի դեմ ապացույցներ հավաքելու համար։ Բայց ինձ պետք է, որ դու բացարձակ գաղտնի պահես, որ ես արթուն եմ։ Եթե նրանք իմանան ժամանակից շուտ, ամեն ինչ կարող է սխալ գնալ։ Լուսինեն վճռականորեն գլխով արեց։ Կարող եք վստահել ինձ, պարոն Ռոբերտ։ Ես երդվում եմ իմ Նարեի կյանքով, ոչ ոքի չեմ ասի։ Ռոբերտը մեկնեց ձեռքը, Լուսինեն սեղմեց այն, մի լուր դաշինք կնքվեց միլիոնատեր գործարարի համեստ սպասուհու միջ։ Երկու լիովին տարբեր աշխարհներ, միավորված մեկ ընդհանուր բանով, իրենց դուստրերի հանդեպ սիրով ճիշտն անելու ցանկությամբ։ Այդ գիշեր, երբ Լուսինեն գնաց մանրամասն հրահանգներով Նարեի համար ավելի լավ ապագայի խոստումով, Ռոբերտը ժամերով արթուն մնաց, միտքը ռազմավարություններ էր մշակում։ Նա գիտեր, որ պետք է մանրակրկիտ լինի։ Մեկ սխալ քայլ, Անահիտն ու Արմենը կարող էին փախչել, գուցե նույնիսկ Լոնին ու Մանեին իրենց հետ տանել ինչ-որ շահարկված խնամակալության սխեմայով։ Ոչ, պետք է կատարյալ լիներ։ Նրան կոնկրետ ապացույցներ էին պետք։ Եվ նա պետք է ամեն ինչից վեր պաշտպաներ երեխաներին։ Հաջորդ առավոտ Լուսինեն սովորականից շուտ եկավ, ինչպես Ռոբերտը հրահանգել էր։ Նա մտավ նրա սենյակը անկեղծ ժպիտով, առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում։ Ստացվեց, շնջաց նա, ցույց տալով դեռ տուփի մեջ գտնվող նոր հեռախոսը։ Եվ զանգեցի հիվանդանոց։ Նրանք այսօր կսկսեն Նարեի հետազոտությունները։ Ռոբերտը թեթացման ալիք զգաց։ Հիանալի։ Հիմա դու ամբողջ օրը քո դստեր հետ կլինես։ Անահիտին ասա, որ ընտանեկան արտակարգ իրավիճակ է եղել, որ միայն վաղը կվերադառնաս։ Մի անհանգստացիր, եթե նա բողոքի։ Ինձ վրա թող։ Իսկ դուք, հարցրեց Լուսինեն։ Ինչպես եք անելու, եթե ինչ-որ բանի կարիք ունենաք։ Տիկին Անուշն այստեղ է։ Եվ բացի այդ, նա դավադրական ժպտաց, ես շատ հանգիստ կմնամ, ծածնելով, թե հազիվ եմ կարողանում շարժվել։ Վստահիր ինձ։ Լուսինենս մի պահ տատանվեց, նախքան վերջապես զիջելը։ Լավ։ Բայց եթե ինչ-որ բան լինի, զանգեք ինձ այս հեռախոսով, նա համարը գրեց թղթի կտորի վրա։ Ցանկացած բանի դեպքում։ Երբ Լուսինեն գնաց, Ռոբերտը սպասեց, մինչ տիկին Անուշը դուրս գա ճաշի, նախքան նոր հեռախոսը վերցնելը առաջին զանգը կատարելը։ Նրան պրոֆեսիոնալ օգնություն էր պետք, նա հստակ գիտեր, թե ում զանգել։ Դավիթ Թադոսյանը Երանի ամենապահանջված մասնավոր քննիչն էր, նախկին ազգային անվտանգության աշխատակից, որը թողել էր հանրային ծառայությունը, սեփական գործը բացելու համար։ Ռոբերտը մի անգամ օգտվել էր նրա ծառ այություններից տարիներ առաջ մի գործընկերոջը հետաքննելու համար, որին կասկածում էին յուրացումների մեջ։ Դավիթը անթերի, զուսպ արդյունավետ աշխատանք էր կատարել։ Զանգին պատասխանեցին երրորդ ղողանջին։ Թադոսյան հետաքննություններ, պատասխանեց մյուս կողմի խորը ձայնը։ Դավիթ, Ռոբերտ Կարապետյանն է։ Ինձ քո օգնությունն է պետք։ Եվ պետք է լինի խիստ գաղտնի։ Մյուս կողմում զարմացած լռություն տիրեց։ Ռոբերտ, ես կարծում էի, որ դու այսինքն լսել եմ վթարի մասին։ Ասում էին, որ ծանր վիճակում ես։ Մարդիկ լսել են այն, ինչ իմ կինն է ուզել, որ լսեն, չոր ասաց Ռոբերտը։ Իրականում, ես շատ ավելի պարզամիտ եմ, քան նա կցանկանար։
Եվ հենց դրա համար էլ դու ինձ պետք ես։ Ռոբերտը հաջորդ 20 րոպեների ընթացքում բացատրեց իրավիճակը։ Անահիտի սառնությունը, վթարի վերաբերյալ կասկածը, Արմեն Համբարձումյանի հետ կապը, իր ընկերությունների վերահսկողությունը վերցնելու փորձը։ Դավիթը լսեց ամեն ինչ, առանց ընդհատելու, միայն մտովի նշումներ անելով, ինչպես փորձառու մասնագետ։ Երբ Ռոբերտը վերջացրեց, Դավիթը ցածր սուլեց. Բարդ իրավիճակ է, Ռոբերտ, բայց ոչ անհնար։ Ինձ պետք կլինի մուտք քո տուն, մի քանի հսկողության սարքավորումներ տեղադրել, խոսակցություններ ձայնագրել։ Կարող ես դա կազմակերպել։ Ռոբերտը մի պահ մտածեց։ Տիկին Անուշը ամեն օր կեսօրին դուրս է գալիս ճաշի։ Մի ժամով բացակայում է։ Անահիտն ու Արմենը սովորաբար 2-ից 5 վերի հարկում են լինում, փակված աշխատասենյակում։ Կարող ես վաղը գալ այդ ժամին։ Ես հետի դուռը բաց կթողնեմ։ Կատարյալ, ասաց Դավիթը։ Ինձ նա տեղեկություններ են պետք մեքենայի մասին։ Որտեղ է այն հիմա։ Ապահովագրականի պահեստում։ Կարող եմ քեզ հասցեն մուտքի տվյալները փոխանցել։ Արա դա։ Ես վստահելի մեխանիկի կուղարկեմ մեքենան զննելու։ Եթե դիվերսիա է եղել, մենք կբացահայտենք։ Ռոբերտը թեթացման անհանգստության խառնուրդ զգաց։ Գործերը շարժվում էին։ Վերջապես, շաբաթներ շարունակ անզոր զգալուց հետո, նա գործում էր։ Եվ Անահիտը բացարձակապես գաղափար չուներ։ Հաջորդ օրերը ստերի թաքնված ճշմարտությունների զգույշ պար էին։ Ցերեկը Ռոբերտը շարունակում էր իր թույլ մարդու ներկայացումը։ Հազիվ էր շարժվ։ Երբ Անահիտը մտնում էր սենյակ, շփոթվածություն էր ծածնում, երբ տիկին Անուշը հարցեր էր տալիս, աչքերը փակ էր պահում մեծ մասամբ։ Բայց գիշերը, երբ բոլորը քնում էին, նա աշխատում էր։ Վերանայում էր փաստաթղթերը նոր հեռախոսով, ցածրաձայն խոսում Դավիթի հետ հետաքննության առաջընթացի մասին, նշումներ անում ցերեկը լսած խոսակցությունների վերաբերյալ։ Բացահայտեց, որ աշխատասենյակը գտնվում է ուղիղ իր սենյակի վերում, որ եթե շատ հանգիստ մնա, կարող է լսել Անահիտի Արմենի խոսակցությունների մրմունջները։ Ոչ ամբողջը, բայց բավական հասկանալու համար, որ նրանք ինչ-որ մեծ բան են պլանավորում։ Դավիթն արագ աշխատեց։ 2 օրում նա զուսպ միկրոֆոններ էր տեղադրել աշխատասենյակում, ճաշասենյակում, գլխավոր ննջասենյակում։ Փոքրիկ տեսախցիկներ ռազմավարական դիրքերում էին տեղադրվել։ Ամեն ինչ միացված էր մի համակարգի, որը ձայնագրում էր 24 ժամ, ֆայլերն ուղիղ ուղարկելով անվտանգ սերվեր, որին միայն Դավիթն ու Ռոբերտը կարող էին մուտք գործել։ Եվ ձայնագրությունները բացահայտեցին սարսափներ, որոնք Ռոբերտը հազիվ էր կարողանում մարել։ Երեքշաբթի կեսօրին, քնած ձանալով, նա ձայնային համակարգի միջոցով լսեց մի խոսակցություն, որը սառեցրեց նրա արյունը։ Անահիտն ու Արմենը աշխատասենյակում էին, հենց նոր լուրեր էին ստացել մի փաստաբանից։ Այսինքն հաստատված է, հարցնում էր Անահիտը, ձայնը լի զսպված հուզմունքով։ Եթե նա մահանա կամ անգործունակ ճանաչվի, ես ամեն ինչ ստանում եմ։ Ամեն ինչ, հաստատեց Արմենի ձայնը։ Ընկերությունները, գույքը, բանկային հաշիվները։ Ամեն ինչ անցնում է քեզ, որպես օրինական կին։ Եվ հետո դե նա ցածր ծիծաղեց, հետո մենք բաժանումը կանենք, ինչպես պլանավորել էինք։ Իսկ եթե նա արթնանա։ Եթե լավանա։ Այն եզրակացություններով, որոնք ստացել եմ այն կոռումպացված բժշկից, նա չի լավանա։ Եվ եթե պատահաբար ինչ-որ հրաշք տեղի ունենա, դե վթարներ պատահում են։ Հատկապես առողջական փխրուն վիճակում գտնվող մարդկանց հետ։ Ռոբերտը սրտխառնոց զգաց։ Նրանք ոչ միայն պլանավորում էին գողանալ նրա կարողությունը։ Նրանք պլանավորում էին երաշխավորել, որ նա երբեք չկարողանա խանգարել իրենց։ Եվ այն ձը, որով Արմենը խոսեց վթարների մասին, չափազանց անփույթ էր, չափազանց սառը։ Կարծես նա դա արդեն արել էր նախկինում։ Խոսակցությունը շարունակվեց, Ռոբերտը լսեց մանրամասներ այն մասին, թե ինչպես էին նրանք վթարից 3 շաբաթ առաջ շահարկել Մերսեդեսի արգելակները։ Արմենը ճանաչում էր մի մեխանիկի, որն աշխատում էր այն ավտոսրահում, որտեղ Ռոբերտը ստուգումներ էր անցկացնում։ Խոշոր գումարի դիմաց տղամարդը տեղադրել էր մի սարք, որը կստիպեր արգելակման համակարգին խափանվել, հենց որ մեքենան հասներ որոշակի արագության ճանապարհին։ Պետք է թվար մեխանիկական վթար, արտադրական թերություն, ինչ-որ բան, որն անհնար էր հետագծել։ Եվ դա կաշխատեր, եթե Ռոբերտը չփրկվեր։
Մենք դեռ կարող ենք ուղղել դա, հիմա ասում էր Արմենը։ Բայց պետք է շուտ լինի։ Ամեն անցնող օր նա կարող է արթնանալ կամ ինչ-որ մեկը կարող է սկսել կասկածել։ Իսկ երեխաները, հարցրեց Անահիտը, բայց ձայնի մեջ մայրական անհանգստության ոչ մի նշույլ չկար։ Նրանք պարզապես ֆինանսական խաղի կտորներ էին նրա համար։ Նրանք առայժմ օգտակար են, պատասխանեց Արմենը։ Անչափահաս ժառանգները նշանակում են, որ դու վերահսկողություն ունես նրանց կարողության վրա, մինչ նրանք 18 տարեկան դառնան։ Բավական ժամանակ, որպեսզի մենք ամեն ինչ ներդնենք այլ անուններով, փոխանցենք օֆշորային հաշիվների։ Երբ նրանք մեծանան, մի նույն է, ոչինչ չի մնա։ Ռոբերտը ստիպված էր գծել սեփական բռունցքը, որպեսզի զայրույթից չգոռա։ Նրանք պլանավորում էին ոչ միայն իրենից գողանալ, այլ Լոնից ու Մանեից։ Պլանավորում էին սեփական երեխաների ապագան, կարծես նրանք պարզապես թվեր լինեին աղյուսակում։ Հենց այդ պահին Ռոբերտի վճռականությունը ամրապնդվեց անսասան մի բանի։ Անկախ նրանից, թե ինչ արժեր, նա պիտի ոչնչացներ այդ երկուսին։ Օրինականորեն, ամբողջությամբ, այնպես որ նրանք այլս երբեք ոչ ոքի չվնասեին։ Մինույն ժամանակ Լուսինեն հեռախոսով ամենօրյա թարմացումներ էր ուղարկում։ Նարեն սկսել էր բուժումը, բժիշկները լավատես էին։ Դա երկար ու հոգնեցուցիչ գործընթաց էր, բայց աղջիկը ուժեղ էր, լավ էր արձագանքում։ Լուսինեի հաղորդագրությունները լի էին երախտագիտությամբ թեթացման արդյունքներով, յուրաքանչյուրը հիշեցնում էր Ռոբերտին, թե ինչու էր անում այս ամենը։ Դավիթը նույնպես լավ լուրեր էր բերում։ Նրա մեխանիկը զննել էր, Մերսեդեսի բեկորները գտել հենց այն, ինչ փնտրում էին։ Դիվերսիայի հստակ ապացույցներ։ Սարքը վթարի ժամանակ փշրվել էր, բայց բավականաչափ կտորներ մնացել էին անվնաս, դիտավորյալ շահարկումն ապացուցելու համար։ Եվ ավելի լավ, նրանք հետագծել էին հատուկ բաղադրիչների գնումը, մինչ Արմենի կողմից վերահսկվող կեղծ ընկերության անունով գրանցված հաշիվ։ Գլուխկոտրուկի կտորները իրար էին միանում։ Ռոբերտը ուներ հանցանքը խոստովանող ձայնագրություններ։ Ուներ մեքենայի ֆիզիկական ապացույցներ։ Ուներ կասկածելի վճարումներ ցույց տվող ֆինանսական փաստաթղթեր։ Նա կառուցում էր մի գործ, որը ոչ մի փաստաբան, որքան էլ թանկ կամ տաղանդավոր լիներ, չէր կարողանա քանդել։ Բայց դեռ մի բան պակասում էր։ Ժամանակը։ Նա պետք է սպասեր ճիշտ պահին, ամեն ինչ բացահայտելու համար։ Մի պահ, երբ Անահիտն ու Արմենը այնքան վստահ լինեին, այնքան խորասուզված իրենց չար ծրագրերի մեջ, որ անկումն էլ ավելի կործանարար լիներ։ Այդ պահը եկավ հինգշաբթի երեկոյան, 2 շաբաթ անց, երբ Ռոբերտը առաջին անգամ արթնացել էր Լուսինեի համար։ Անահիտն ու Արմենը առանձնատանը ընթրիք էին կազմակերպել։ Ոչ շատ հյուրեր, միայն մի քանի մտերիմ ընկերներ, կասկածելիորեն, մի նոտար, 2 փաստաբան։ Ռոբերտը միկրոֆոնների միջոցով լսում էր, թե ինչպես են նրանք զրուցում ճաշասենյակում, խմում թանկարժեք գինի, բարձր ծիծաղում։ Անահիտը փայլում էր, խոսում էր այն մասին, թե որքան դժվար է միայնակ խնամել հիվանդ ամուսնուն, թե որքան մեծ բեռ է ընկերությունները գործող պահելը, թե ինչպես օգնության կարիք ունի իրավական որոշումներ կայացնելու համար։ Փաստաբանները մխիթարում էին նրան, ասում էին, որ լիովին հասկանալի է, որ նա ցանկանում է լիակատար լիազորագիր հաստատել, պարզապես գործերը հեշտացնելու համար, մինչ ամուսինը անգործունակ է։ Նոտարն այնտեղ էր փաստաթղթերն օրինականացնելու համար։ Փաստաթղթեր, որոնք Անահիտին կտային լիակատար անվերադարձ վերահսկողություն այն ամենի վրա, ինչ Ռոբերտը ուներ։ Դա նրանց վերջին քայլն էր։ Եվ նրանք կարծում էին, որ հաղթել են։ Ռոբերտը լսում էր ամեն ինչ սենյակից, սառը ժպիտը ձավորվում էր շուրթերին։ Դավիթ թաքնված էր այգում նկարահանող խմբի հետ, ֆիքսելով յուրաքանչյուր պահ։ Ազգային անվտանգության 2 քննիչ զուսպ մեքենաներում էին փողոցում, սպասելով ազդանշանի։ Եվ Ռոբերտի անձնական փաստաբանը, դոկտոր Հենրիկ Մելքոնյանը, երկրի ամենահարգված քրեական իրավաբաններից մեկը, դիրքում էր մի կույտ փաստաթղթերով, որոնք այդ ընթրիքը կավարտեին այնպես, ինչպես ոչ ոք չէր սպասում։ Ռոբերտը վերցրեց հեռախոսը, Դավիթին ուղարկեց ընդամենը 1 բառանոց հաղորդագրություն։ Հիմա 10 րոպե անց առանձնատան դռան զանգը հնչեց։ Ռոբերտը լսեց, թե ինչպես է Անահիտը բողոքում, թե ով կարող է լինել այդքան անպատեժ ժամին։ Լսեց նրա քայլերը դեպի դուռ։ Լսեց դռան բացվելը։ Եվ հետո լսեց հաջորդող ցնցված լռությունը։ Բարի երեկո, դոկտոր Հենրիկի ձայնը արձագանքեց տանը։
Ես Հենրիկ Մելքոնյանն եմ, պարոն Ռոբերտ Կարապետյանի փաստաբանը։ Իսկ այս պարոնայք այստեղ ազգային անվտանգությունից են։ Մենք ունենք խուզարկության առգրավման հրաման, ինչպես նա մի քանի փաստաթղթեր, որոնք պետք է անմիջապես ներկայացվեն։ Ինչ է կատարվում այստեղ, հայտնվեց Արմենը Ծ. Այնը փորձում էր հեղինակավոր հնչել, բայց ձախողվում էր։ Ինչ անհեթեթություն է սա։ Չեք կարող այսպես ներխուժել մասնավոր սեփականություն։ Մենք չենք ներխուժում, հանգիստ պատասխանեց քննիչ Սիլվան։ Մենք ունենք դաշնային դատավորի կողմից պատշաճ կերպով ստորագրված հրամաններ։ Եվ ունենք Արմեն Համբարձումյանին Անահիտ Կարապետյանին ձերբակալելու հրաման սպանության փորձի խարդախության գույքի յուրացման դավադրության համար։ Հաջորդող աղմուկը քաոսային էր։ Անահիտը գոռում էր, որ դա սխալ է, որ նա բոլորին դատի է տալու։ Արմենը փորձում էր փախչել հետի կողմից, միայն թե խանգարվեց տունը շրջապատող այլ ոստիկանների կողմից։ Հյուրերը խուճապի մեջ էին, ոմանք փորձում էին հեռանալ իրավիճակից, ոմանք ամեն ինչ նկարահանում էին հեռախոսներով։ Եվ հետո դոկտոր Հենրիկի ձայնը կտրեց քաոսը, պարզ հեղինակավոր։ Որտեղ է Ռոբերտ Կարապետյանը։ Մենք պետք է անմիջապես խոսենք նրա հետ։ Հենց այդ պահին Ռոբերտը որոշեց կատարել իր հաղթական մուտքը։ Դավիթի օգնությամբ, որը զուսպ կերպով ներս էր մտել հետի կողմից, նա բարձրացավ մահճակալից։ Ցավում էր։ Յուրաքանչյուր մկան բողոքում էր, յուրաքանչյուր ոսկոր դժգոհում։ Բայց նա ոտքի վրա էր։ Նա կենդանի էր։ Նա պատրաստ էր։ Դանդաղ, բայց վստահ քայլելով, հենվելով միայն մի ձեռնափայտի վրա, Ռոբերտ Կարապետյանը դուրս եկավ առաջին հարկի սենյակից, բարձրացավ 3 աստիճանները, որոնք տանում էին դեպի մուտքի սրահ։ Յուրաքանչյուր քայլը հաղթանակ էր։ Յուրաքանչյուր շունչը հայտարարություն։ Սրահում տիրող լռությունը, երբ նա հայտնվեց, բացարձակ էր։ Բոլոր խոսակցությունները դադարեցին։ Բոլոր աչքերը շրջվեցին։ Եվ ամեն ինչի կենտրոնում, բացարձակ սարսափից գունատված դեմքով, Անահիտն էր։ Ռոբերտ, շնջաց նա, ձայնը կոտրվելով։ Դու ինչպես դու երբ արթնացար։ Ռոբերտը անմիջապես չպատասխանեց։ Պարզապես դանդաղ անցավ սրահով, թույլ տալով, որ ներկա յուրաքանչյուր մարդ լիովին ընկալի այն փաստը, որ նա ոչ միայն արթուն է, այլ պարզամիտ, ուժեղ, լիովին վերահսկողության տակ։ Կանգ առավ Անահիտից մի քանի մետր հեռու, նայելով այն կնոջ աչքերին, ում հետ ամուսնացել էր 10 տարի առաջ, այն կնոջը, որը երդվել էր սիրել ուրախության տխրության, առո խճության հիվանդության մեջ։ Այն կնոջը, որը փորձել է սպանել իրեն։ Ես արթնացել եմ, վերջապես ասաց Ռոբերտը, ձայնը ցածր, բայց լի զսպված հուզմունքով, որը օդը ծանրացնում էր 2 շաբաթ առաջ։ Բավական ժամանակ լսելու յուրաքանչյուր բառ, որ դու քո սիրեկանն ասել եք։ Յուրաքանչյուր պլան, որ կազմել եք։ Յուրաքանչյուր սուտ, որ ասել եք։ Անահիտը հետ սայթաքեց, հենարան փնտրելով պատին։ Դա դու չես կարող ապացուցել, սկսեց նա, բայց բառերը մահացան, երբ տեսավ, որ դոկտոր Հենրիկը մոտենում է ձեռքին պլանշետով։ Բոլոր խոսակցությունները ձայնագրված են, հանգիստ ասաց փաստաբանը։ Բոլորը պատշաճ կերպով վավերացված իրավական ուժ ունեն։ Բացի մեքենայում դիվերսիայի ֆիզիկական ապացույցներից։ Վկայություններ։ Կասկածելի վճարումներ հաստատող ֆինանսական փաստաթղթեր։ Ես այստեղ բավական բան ունեմ երաշխավորելու, որ դուք երկուստ երկար ժամանակ բանտում կմտածեք ձեր կատարած ընտրությունների մասին։ Արմենը, այժմ 2 ոստիկանների կողմից ձեռնաշղթայված, փորձեց վերջին քայլը։ Այս ամենը նրա գաղափարն էր, գոռաց նա մատնացույց անելով Անահիտին։ Ես միայն անում էի այն, ինչ նա հրամայում էր։ Նա ինձ շահարկեց։ Վախկոտ թքեց Անահիտը, վերջապես բացահայտելով իր իրական էությունը։ Այն ամենից հետո, ինչ մենք միասին արել ենք, հիմա դու ինձ գայլերին ես նետում։ Ոստիկանները նրանց բաժանեցին, նախքան վեճն ավելի կսրվեր, յուրաքանչյուրին տանելով տարբեր մեքենաներ։ Անահիտը վերջին անգամ նայեց Ռոբերտին, նախքան նրան տանելը, այդ հայացքում կար մաքուր ատելություն, թորած թույն։ Դու կզղջաս դրա համար, շշնջաց նա։ Ես կպայքարեմ Լոնի Մանեի համար։ Ես քեզ կոչնչացնեմ դատարաններում։ Երբ ես քեզ հետ վերջացնեմ, ոչինչ չի մնա։ Ռոբերտը մի քայլ առաջ արեց, մոտենալով նրան, մինչ միայն նրանք երկուսը կարողանային լսել նրա հաջորդ խոսքերը։ Դու այլս երբեք իմ երեխաներին մոտ չես գա։
Իսկ ինչ վերաբերում է ինձ ոչնչացնելուն, դու արդեն փորձել ես։ 2 անգամ։ Եվ 2 անգամն էլ ձախողվել ես։ Երրորդ հնարավորություն չես ունենա։ Անահիտին տարան, սպառնալիքներ գոռալով, մինչ նրան նստեցնում էին մեքենան։ Երբ վերջին ոստիկանական մեքենան անհետացավ Երանի գիշ։ Երվա մեջ, իր հետ տանելով Անահիտին ու Արմենին, Ռոբերտը վերջապես թույլ տվեց, որ ոտքերը թուլանան։ Նա ծանր հենվեց աստիճանների բազրիքին, ադրենալինը, որը նրան ոտքի վրա էր պահել այդ ամբողջ դրամատիկ տեսարանի ընթացքում, վերջապես սպառվեց, թողնելով միայն ցավ ու հոգնածություն։ Դոկտոր Հենրիկն առաջինն արձագանքեց, բռնելով նրա թից։ Աստծու սիրուն, Ռոբերտ, դու պետք է մահճակալում լինես։ Ինչ էիր կարծում, թե անում ես։ Վրեժ, պատասխանեց Ռոբերտը հոգնած ժպիտով։ Եվ արդարություն։ Հիմնականում արդարություն։ Դավիթը հայտնվեց միջանցքից, ձայնագրման սարքավորումներ տանելով։ Մենք ամեն ինչ ստացանք, Ռոբերտ։ Յուրաքանչյուր վայրկյանը փաստագրված է։ Նրանք ոչինչ շղթելու հնարավորություն չունեն։ Գործը փակված է։ Ռոբերտը գլխով արեց, բայց միտքն արդեն այլ տեղ էր։ Լոն Մանե։ Երեխաները քնած էին վերի հարկում, անտեղյակ տեղի ունեցած ամբողջ դրամայից։ Ինչպես էր նա բացատրելու նրանց, որ մայրը փորձել է անել այդքան սարսափելի բան։ Ինչպես պաշտպանել նրանց ճշմարտությունից առանց ստելու։ Վաղը մենք կսկսենք աշխատել իրավական ասպե։ Գտների վրա, ասաց դոկտոր Հենրիկը, օգնելով Ռոբերտին վերադառնալ առաջին հարկի սենյակ։ Երեխաների լիակատար խնամակալություն, ամուսնալուծություն, սահմանափակման հրամաններ։ Անահիտը այլս երբեք քեզ կամ քո երեխաներին մոտ չի գա։ Կարող ես վստահ լինել դրանում։ Իսկ ընկերությունը, հարցրեց Ռոբերտը, թույլ տալով, որ փաստաբանն օգնի իրեն նորից պառկել մահճակալին։ Նրանք կարողացան ինչ-որ բան անել, նախքան ձերբակալվելը։ Ոչինչ, որը չի կարելի հետ շրջել։ Մի քանի փաստաթղթեր ստորագրվել են, բայց բոլորը խարդախության պատրվակով։ Մենք կչեղարկենք դրանցից յուրաքանչյուրը։ Քո կայսրությունն անվտանգ է, Ռոբերտ։ Փառք Աստծո, որ դու արթնացար, երբ արթնացար։ Ռոբերտը մի պահ փակեց աչքերը, թույլ տալով, որ այդ տեղեկությունը ներթափանցի։ Ավարտված էր։ Վերջապես ավարտված էր։ Անահիտն ու Արմենը բանտում էին։ Նրանց ամեն ինչ գողանալու փորձերը ձախողվել էին։ Երեխաներն ապահով էին։ Բայց ինչ-որ բան դեռ ծանրացնում էր նրա սիրտը։ Մի անհանգստություն, որը ոչ մի կապ չուներ փողի, ընկերությունների կամ իրավական վրեժխնդրությունների հետ։ Լուս։ Ինե, հանկարծ ասաց նա, բացելով աչքերը։ Որը մեկը զանգել է նրան։ Նա պետք է իմանա, որ ամեն ինչ լավ է, որ կարող է վերադառնալ աշխատանքի առանց վախի։ Դավիթն արդեն հավաքում էր հեռախոսահամարը։ Հենց հիմա կզանգեմ, ամեն ինչ կպատմեմ։ Մինչ Դավիթը դուրս էր գալիս զանգը կատարելու, դոկտոր Հենրիկը փաստաթղթերը դասավորեց իր կաշվեպայուսակում։ Դու բախտավոր մարդ ես, Ռոբերտ։ Ոչ միայն վթարից փրկվելու համար, այլ հավատարիմ դաշնակիցներ գտնելու համար, երբ ամենաշատն էիր կարիք ունեցել։ Այդ սպասուհին, Լուսինեն, նա վտանգեց իր աշխատանքը, քեզ օգնելու համար։ Եվ այդ քննիչը լավագույններից մեկն է, ում ես տեսել եմ աշխատելիս։ Ռոբերտը գլխով արեց։ Ես գիտեմ։ Եվ ես նրանց պատշաճ կերպով կպարգատրեմ։ Բայց հիմնականում Լուսինեին։ Առանց նրա դստեր, նա կանգ առավ, ձայնը թեթակի խեղդվելով, առանց Նարեի, ես գուցե երբեք իսկապես չարթնանայի։ Կամ գուցե արթնանայի չափազանց ուշ։ Փաստաբանը հետաքրքրությամբ ուսումնասիրեց նրան։ Դու այդ երեխայի մասին հատուկ կերպով ես խոսում։ Սպասուհու դստեր։ Նա ինձ հիշեցրեց, թե ինչն է իրականում կարոր, բացատրեց Ռոբերտը։ Երբ տեսա Լուսինեի տառապանքը, երբ հասկացա, որ նա պատրաստ է զոհաբերել ամեն ինչ իր դստեր համար, ես հասկացա, որ կորցրել եմ այդ կենտրոնացումը։ Ես այնքան տարված էի կայսրություն կառուցելով, փող աշխատելով, ձականություններ պահպանելով, որ մոռացել էի պարզապես հայր լինել։ Պարզապես անպայման սիրել իմ երեխաներին։ Դա արժեքավոր դաս է, համաձայնեց դոկտոր Հենրիկը։ Եվ երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Երբ բոլորը գնացին, երբ տունը վերջապես նորից լռեց, Ռոբերտը արթուն մնաց, նայելով առաստաղին։ Առանձնատունն այժմ այլ կերպ էր թվում։ Ավելի թեթ։
Կարծես Անահիտի Արմենի թունավոր ներկայությունը մի թունավոր մշուշ լիներ, որը վերջապես ցրվել էր, թույլ տալով, որ մաքուր օդը նորից շրջանառվի։ Նա մտածեց վերում քնած իր երեխաների մասին, անմեղ խոցելի։ Մտածեց, թե ինչպիսին կլինի առավոտյան նրանց հետ ունենալիք խոսակցությունը։ Փորձեց պատկերացնել ճիշտ բառերը, բացատրելու համար, որ մայրիկն այլս նրանց հետ չի ապրի, որ նա վատ բաներ է արել, պետք է որոշ ժամանակ հեռու մնա։ Ինչպես ստիպ։ Ել 6-4 տարեկան երեխաներին հասկանալ դավաճանությունը, սպանության փորձը, ագահությունը։ Գուցե պետք չէր ամեն ինչ հիմա բացատրել։ Գուցե կարող էր պարզապես կենտրոնանալ սիրո, անվտանգության, այն խոստման վրա, որ այսուհետ ամեն ինչ այլ կերպ կլինի։ Ավելի լավ։ Քունը վերջապես գտավ նրան լուսաբացից մի քանի ժամ առաջ, մի քուն առանց երազների, խորը վերականգնող, առաջին անգամ շաբաթներ շարունակ։ Նա արթնացավ մանկական ծիծաղի ձայնից։ Մի պահ շփոթված չիմացավ, թե որտեղից են դրանք գալիս։ Հետո հասկացավ։ Լոնն ու Մանեն էին սենյակից դուրս գտնվող միջանցքում։ Եվ կար երրորդ, ավելի ամաչկոտ ծիծաղ, որը նա անմիջապես ճանաչեց։ Նարէ։ Ռոբերտը զգուշորեն բարձրացավ, անտեսելով մնացորդային ցավերը, բացեց դուռը։ Տեսարանը, որը նա գտավ, հալեցրեց նրա սիրտը։ Երեք երեխաները նստած էին մարմարե հատակին, շրջապատված գունավոր խորանարդիկներով։ Լոնը շատ բարձր աշտարակ էր կառուցում, Մանեն այն զարդարում էր ամենագեղեցիկ կտորներով, իսկ Նարեն իր կտորից տիկնիկով կողքին, ոգորությամբ ծափահարում էր յուրաքանչյուր ավելացմանը։ Եվ նրանց կողքին, դիտելով հոգնած, բայց երջանիկ ժպիտով, Լուսինեն էր։ Պարոն Ռոբերտ, ասաց նա, արագ բարձրանալով, երբ տեսավ նրան։ Ներեցեք անկարգության համար։ Ես Նարեին բերեցի, որովհետև այսօր հիվանդանոցում ոչ ոք չկար, ում հետ թողնեի, երեխաներն արդեն արթուն էին, նրանք սկսեցին խաղալ, ես չուզեցի ընդհատել, որովհետև նա դադարեց նյարդային շաղակրատելուց, երբ տեսավ ժպիտը նրա դեմքին։ Ամեն ինչ կատարյալ է, Լուսինե։ Թող խաղան։ Լոնն առաջինն էր, որ նկատեց հորը դռան մոտ։ Հայրիկ, գոռաց նա, թող։ Նելով խորանարդիկները վազելով նրա ուղղությամբ։ Դու ոտքի վրա ես։ Դու լավացել ես։ Ռոբերտը ծնկի իջավ, բացելով ձեռքերը, Լոնը նետվեց նրա վրա այնպիսի ուժով, որ քիչ մնաց տապալեր նրան։ Մանեն եկավ անմիջապես հետից, գրկելով հորը մյուս կողմից, Ռոբերտը բռնեց նրանց, կարծես իր կյանքը կախված լիներ այդ գրկախառնությունից։ Եվ ինչ-որ առումով, կախված էր։ Ես լավացել եմ, մրմնջաց նա երեխաների փափուկ մազերին։ Ես հիմա շատ ավելի լավ եմ։ Մայրիկը վերադառնալու է, հարցրեց Մանեն երեխայի կործանարար անմեղությամբ։ Նա գիշերը գնաց հրաժեշտ չտվեց։ Ռոբերտը նայեց Լուսինեին, որը նրբորեն հայացքը փախցրեց, նրան պատասխանելու տեղ տալով։ Նա խորը շունչ քաշեց, որոշեց ընտրել պարզ ճշմարտությունը, հարմարեցված երիտասարդ մտքերի համար։ Մայրիկը պետք է որոշ ժամանակով գնար, սիրելիս։ Նա մի քանի բան է արել, որոնք լավ չէին, պետք է մտածի դրա մասին։ Բայց դուք ունեք հայրիկին, միշտ կունենաք։ Եվ կունենաք նա Լուսինե մորաքրոջը, Նարեին։ Մենք բոլորս հոգ կտանենք իրար մասին, լավ։ Մանեն մի պահ մտածեց դրա մասին, նախքա։ Գլխով անելը, ըստ երույթին գոհ բացատրությունից։ Լոնը, ավելի մեծ, ավելի ընկալունակ, ճակատը կնճռեց։ Մայրիկը քեզ հետ վատ է եղել, հայրիկ։ Դրա համար հիվանդացար։ Ռոբերտը տատանվեց։ Այո, որդիս։ Մայրիկը հայրիկի հետ լավ չի եղել։ Բայց չեմ ուզում, որ դու հիմա դրա մասին անհանգստանաս։ Ուզում եմ, որ դու երեխա լինես, խաղաս, երջանիկ լինես։ Թող բարդ մեծահասակների գործերը ինձ վրա, լավ։ Լոնը գլխով արեց, բայց նրա աչքերը բացահայտում էին իր տարիքից ավելի մեծ հասկացողություն։ Նա գիտեր, որ ինչ-որ մեծ բան է տեղի ունեցել։ Գուցե ոչ բոլոր մանրամասները, բայց գիտեր, որ ընտանիքը հիմնովին փոխվել է։ Նարեն, որը լայն բացված աչքերով դիտում էր այդ ամբողջ փոխանակությունը, բարձրացավ ամաչկոտ քայլեց դեպի Ռոբերտը։ Նա մեկնեց իր քրքրված կտորից տիկնիկը, առաջարկելով այն, կարծես դա աշխարհի ամենաթանկարժեք գանձը լիներ։ Որպեսի քեռին լավանա, շշնջաց նա 4 տարեկանի բարակ ձայնով։ Տիկնիկն օգնում է, երբ տխուր ենք։ Ռոբերտը զգաց, թե ինչպես աչքերը այրվեցին։ Նա զգուշորեն վերցրեց տիկնիկը, կարծես այն բյուրեղից լիներ։ Սեղմեց կրծքին։ Շատ շնորհակալ եմ, Նարե։
Այն իսկապես օգնեց ինձ ավելի լավ զգալ։ Նարեն ժպտաց, գոհ վազեց հետ դեպի խորանարդիկները։ Մանեն Լոնը հետեցին նրան, վայրկյանների ընթացքում 3 երեխաները նորից խորասուզված էին գունավոր աշտարակների կառուցման մեջ, ծիծաղում մրցում, թե ով կկառուցի ամենաբարձրը։ Լուսինեն մոտեցավ Ռոբերտին, զուսպ կերպով սրբելով արցունքները։ Շնորհակալ եմ, շշնջաց նա։ Ամեն ինչի համար։ Նարեի համար, հնարավորությունների համար, ինձ հավատալու համար, երբ ոչ ոք այլս չէր հավատում։ Դու փրկեցիր իմ կյանքը, Լուսինե։ Բառացիորեն։ Եթե դու քո դուստրը չլինեիք, ես գուցե երբեք ուժ չգտնեի հետ պայքարելու։ Ես եմ, որ պետք է շնորհակալություն հայտնեմ։ Նրանք մի պահ լուռ մնացին, դիտելով երեխաների խաղը։ Այդ տեսարանում ինչ-որ խորապես ճիշտ բան կար։ Մի ներդաշնակություն, որը Ռոբերտը իր տանը տարիներ շարունակ, գուցե երբեք չէր զգացել։ Լուսինե, հանկարծ ասաց նա, մի գաղափար ձավորվելով մտքում։ Ես գիտեմ, որ դու այստեղ աշխատում ես միայն ցերեկը։ Բայց ինչպես կվերաբերվեիր, նա տատա։ Նվեց, փնտրելով ճիշտ բառերը, այս ընտանիքի իրական մասը լինելուն։ Ոչ միայն որպես սպասուհի, այլ որպես մեկը, ով ապրում է այստեղ, ով օգնում է երեխաներին դաստիարակել, ով մշտական ներկայություն է նրանց կյանքում։ Լուսինեն նայեց նրան, շփոթված։ Ես չեմ հասկանում, պարոն Ռոբերտ։ Դուք ինձ առաջարկում եք այստեղ ապրել։ Ես դրանից ավելին եմ առաջարկում։ Ես տեղ եմ առաջարկում։ Քեզ Նարեի համար։ Այս տունը չափազանց մեծ է ինձ 2 երեխաների համար։ Այն պետք է լցվի սիրով, ծիծաղով, մարդկանցով, որոնք իսկապես հոգ են տանում իրար մասին։ Դու Նարեն այժմ դրա մի մասն եք։ Լուսինեի արցունքներն այդ ժամանակ հորթեցին, առանց ամոթի, հոսելով այտերով, մինչ նա փորձում էր մարսել առաջարկվածը։ Բայց ես չեմ կարող ողորմություն ընդունել, պարոն Ռոբերտ։ Ես պետք է աշխատեմ, իմ ապրուստը վաստակեմ։ Ռոբերտը գլուխը թափահարեց։ Դա ողորմություն չէ, Լուսինե։ Դու կշարունակես աշխատել։ Կխնամես տունը, երեխաներին, կօգնես այստեղ ամեն ինչ կառավարել։ Բայց դա կանես որպես ընտանիքի մաս, ոչ թե որպես սպասուհի։ Արդար աշխատավարձով, հարգանքո։ Վիրական տնով քեզ քո դստեր համար։ Լուսինեն դեմքը ծածկեց ձեռքերով, ուսերը դողում էին։ Երբ վերջապես կարողացավ խոսել, ձայնը դուրս եկավ հուզմունքից կտրտված։ Ես չգիտեմ ինչ ասել։ Դա ավելին է, քան ես երբեք երազել եմ ունենալ։ Անվտանգ վայր Նարեի մեծանալու համար, արժանապատիվ աշխատանք, ընտանիք, նա կանգ առավ, նայելով խաղացող երեխաներին։ Իրական ընտանիք։ Ապա ասա այո, ժպտաց Ռոբերտը։ Ասա, որ կմնաս։ Որ կօգնես այս տունը նորից տուն դարձնել։ Այո, վերջապես ասաց Լուսինեն, ժպտալով արցունքների միջով։ Այո, մենք կմնանք։ Ես Նարեն, մենք կմնանք։ Լոնը, որը լսել էր խոսակցության մի մասը, նորից թողեց խորանարդիկները վազեց։ Նարեն մեզ հետ է ապրելու, հարցրեց նա, աչքերը փայլելով հուզմունքից։ Եվ Լուսինե մորաքույրն էլ։ Եթե դուք ուզում եք, հաստատեց Ռոբերտը։ Ինչ եք կարծում։ Պատասխանը եկավ ոգորված գրկախառնությունների ուրախության ճիչերի տեսքով։ Մանեն ցատկոտում էր Նարեի շուրջը, բռնելով նրա ձեռքը, քաշելով նրան տեսնելու այն սենյակը, որը նրանք կարող էին կիսել, եթե ուզենային։ Լոն։ Արդեն պլաններ էր կազմում, թե ինչ խաղալիքներ կարող են կիսել, ինչ խաղեր կարող են սովորեցնել նոր ընկերուհուն։ Եվ այդ աղմկոտ ու ուրախ քաոսի մեջ Ռոբերտը հանդիպեց Լուսինեի հայացքին։ Այնտեղ երախտագիտություն կար, այո, բայց նա ինչ-որ ավելին։ Ճանաչում։ Փոխադարձ հասկացողություն, որ նրանք երկուսն էլ գտել էին մի բան, որը նույնիսկ չգիտեին, որ փնտրում են։ Երկրորդ հնարավորություն։ Նրանց բոլորի համար։ Հաջորդող օրերը հարմարվողականության փոփոխությունների հորցանուտ էին։ Լուսինեն Նարեն տեղափոխվեցին երկրորդ հարկի հյուրասենյակներից մեկը, մի ընդարձակ սենյակ, տեսարանով դեպի այգին, որը Լուսինեն զարդարեց պարզ վարագույրներով, ընտանեկան լուսանկարներով։ Նարեն ստացավ նոր մահճակալ, գունավոր գրասեղան, դարակներ, լի մանկական գրքերով, որոնք Ռոբերտը անձամբ էր գնել։ Երեխաները հարմարվեցին նոր դինամիկային մանկության բնական հեշտությամբ։ Լոնը ստանձնեց պաշտպանող ավագ եղբոր դերը, սովորեցնելով Նարեին հեծանիվ վարել այգում, պաշտպանելով նրան, երբ նա ամաչում էր անծանոթների մոտ։ Մանեն աղջկա մեջ գտավ ընկերակից իր տնակային։
Խաղերի երակայական խաղերի համար։ Օրերի ընթացքում անհնար էր պատկերացնել այդ տունը առանց 3 երեխաների ծիծաղի, որը արձագանքում էր միջանցքներում։ Ռոբերտի համար ֆիզիկական վերականգնումը աստիճանական, բայց կայուն էր։ Սկսվեց այգում կարճ զբոսանքներով, Լուսինեի աջակցությամբ։ Հետո ֆիզիոթերապիայի սեանսներ, որոնք տիկին Անուշը վերահսկում էր մայրական խստությամբ։ 2 շաբաթից նա արդեն կարողանում էր առանց օգնության բարձրանալ աստիճանները։ 1 ամսից նորից մեքենա էր վարում, թե վթարի հիշողությունը դեռ ստիպում էր նրան ավելի ուժեղ սեղմել ղեկը շրջադարձերին, քան անհրաժեշտ էր։ Եվ այս ամենի ընթացքում իրավական գործընթացները առաջ էին շարժվում։ Դոկտոր Հենրիկը անողոք էր արդարության որոնման մեջ։ Անահիտն ու Արմենը պաշտոնապես մեղադրվեցին ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձի, խարդախության, դավադրության մի շարք այլ հանցագործությունների մեջ, որոնք գերաշխավոր էին, որ նրանք տարիներ կանցկացնեն հասարակությունից հեռու։ Ամուսնալուծությունը ռեկորդային ժամկետներում իրականացվեց, Ռոբերտը ստանալով Լոնի Մանեի լիակ ատար խնամակալությունը։ Անահիտը նույնիսկ չփորձեց պայքարել։ Նրա փաստաբանը խորհուրդ տվեց նրան, որ ծնողական իրավունքներ պնդելու ցանկացած փորձ միայն կվատթարացնի նրա քրեական վիճակը։ Արմենը, փորձելով կրճատել իր պատիժը, հանձնեց ծրագրի բոլոր ստոր մանրամասները։ Թե ինչպես էին ինքն ու Անահիտը սկսել կապը վթարից ամիսներ առաջ։ Թե ինչպես էր նա ամուսնացել Ռոբերտի հետ հիմնականում փողի համար սկզբից էր, պարզապես լավ թաքցնելով իր իրական մտադրությունները։ Թե ինչպես էին պլանավորել դիվերսիայի յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր քայլ գույքի վերահսկողությունը ստանձնելու համար։ Բացահայտումները ցավոտ էին, բայց նա ազատագրող։ Ռոբերտը վերջապես լիակատար պարզությամբ տեսավ այն հրեշին, որին բերել էր իր երեխաների կյանք։ Եվ փառք տվեց Աստծուն, որ ժամանակին փրկվել է։ Բայց ամեն ինչ անցյալի արդարության մասին չէր։ Կար նա կառուցվելիք ապագա։ Շաբաթ օրը կեսօրին, Անահիտի ձերբակալությունից մոտ 2 ամիս անց, Ռոբերտը բոլորին հավաքեց հյուրասենյակում։ Լուսինեն նյարդայնացած էր, կարծում էր, թե ինչ-որ սխալ բան է արել։ Էն թաքնվում էր մոր հետում, բռնած իր տիկնիկը։ Լոնն ու Մանեն նստեցին բազմոցին, հետաքրքրված։ Ռոբերտը կանգնեց սենյակի կենտրոնում, ձեռքին մեծ ծրար։ Նա մի քանի անգամ փորձել էր այդ ելույթը, բայց հիմա, երբ պահը եկել էր, բառերը անբավարար էին թվում։ Ես ուզում էի ձեզ բոլորիդ հավաքել, սկսեց նա, որովհետեւ պետք է կարևոր բան ասեմ։ Այս վերջին ամիսները իմ կյանքի ամենադժվարն էին։ Բայց նա ամենաբացահայտողը։ Ես սովորեցի, թե ովքեր են այն մարդիկ, որոնք իսկապես հոգ են տանում իմ մասին։ Սովորեցի, թե ինչ է նշանակում իրական ընտանիք։ Նա նայեց նրանցից յուրաքանչյուրին, նախքան շարունակելը։ Լուսինե, դու այս տուն մտար որպես սպասուհի։ Բայց դարձար դրանից շատ ավելին։ Դարձար այն մարդը, ում վստահում եմ իմ երեխաներին խնամել։ Այն մարդը, որը պահում է այս տունը։ Այն կինը, որը ինձ սովորեցրեց, որ բարությունն ու հավատարմությունը ավելի արժեքավոր են, քան ցանկացած կարողություն։ Լուսինեն կարմրեց, անհարմար զգալով գովասանքներից, բայց Ռոբերտը բարձրացրեց ձեռքը, խնդրելով թույլ տալ իրեն ավարտել։ Եվ նարէ, այն փոքրի քաջ աղջիկը, որն իր սեփական ճակատամարտն է մղում այդքան ուժով։ Դու ինձ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում համառություն։ Ինչ է նշանակում հավատ ունենալ, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Նա ծնկի իջավ 3 երեխաների առաջ, բացելով ծրարը։ Ներսում փաստաթղթեր էին, որոնք նա շաբաթներ շարունակ պատրաստել էր դոկտոր Հենրիկի օգնությամբ։ Դրա համար ես կցանկանայի խնդրանք անել։ Նարէ, նա ուղիղ նայեց ամաչկոտ աղջկան, դու կհամաձայնեիր, որ ես լինեմ քո կնքահայրը։ Ոչ միայն կրոնական իմաստով, այլ այն իմաստով, որ լինեմ մեկը, ով միշտ հոգ կտանի քո մասին, կպաշտպանի քեզ, կերաշխավորի, որ դու ունենաս այն ամենը, ինչ անհրաժեշտ է երջանիկ առողջ մեծանալու համար։ Նարեն նայեց մորը, անվստահ։ Լուսինեն նորից արցունքներ ուներ աչքերում, քաջալերող կերպով գլխով անելով։ Աղջիկը հետ շրջվեց դեպի Ռոբերտը գլխով արեց, մի ամաչկոտ ժպիտ լուսավորելով նրա փոքրիկ դեմքը։ Եվ Լուսինե, շարունակեց Ռոբերտը, բարձրանալով նայելով այն կնոջը, որն այնքան կարևոր էր դարձել իր կյանքում, ես գիտեմ, որ դու սիրում ես աշխատել, ունենալ քո ախությունը։ Բայց ուզում եմ ավելին առաջարկել։
Ուզում եմ Նարեի համար հավատարմագրային ֆոնդ ստեղծել, որը կերաշխավորի, որ նա կունենա լավագույն կրթությունը, լավագույն բժշկական բուժումը, այն ամենը, ինչ նրան անհրաժեշտ կլինի մնացած կյանքի ընթացքում։ Եվ քեզ համար ուզում եմ առաջարկել ոչ միայն աշխատավարձ, այլ իմ ընկերությունների տոկոս։ Ուզում եմ, որ դու լինես գործընկեր, ոչ թե աշխատող։ Ուզում եմ, որ դու ֆինանսական անվտանգություն ունենաս մնացած կյանքի ընթացքում։ Լուսինեն լիովին գունատվեց։ Պարոն Ռոբերտ, ես չեմ կարող դա ընդունել։ Դա չափազանց շատ է, անհեթեթ է, ես երբեք, սկսեց նա բողոքել, բայց Ռոբերտը վճռականորեն գլուխը թափահարեց։ Դու փրկեցիր իմ կյանքը, Լուսինե։ Բառացիորեն։ Եթե դու չլինեիր, Անահիտն ու Արմենը կհասնեին իրենց նպատակին։ Ես մահացած կլինեի կամ ավելի վատ։ Իմ երեխաները կմեծանային այդ դաժան կնոջ ձեռքում։ Դու արժանի ես յուրաքանչյուր կոպեկի, յուրաքանչյուր հնարավորության, որ ես առաջարկում եմ։ Եվ ավելին։ Եթե դուք Ռոբերտի տեղը լինեիք, նույնը կանեիք Լուսինեի Նարեի համար։ Թե այլ կերպ կվար վեիք։ Ասեք մեզ մեկնաբանություններում։ Երեխաները, զգալով պահի կարևորությունը, նույնիսկ առանց բոլոր մանրամասները հասկանալու, հանգիստ մնացին։ Մանեն էր, որ կոտրեց լռությունը, նրա քաղցր ձայնը լցնելով սենյակը։ Դա նշանակում է, որ Նարեն հիմա իմ իրական քույրն է։ Ռոբերտը ժպտաց, վերցնելով դստերը գիրկը։ Դա նշանակում է, որ մենք բոլորս հիմա իրական ընտանիք ենք։ Գուցե ոչ ավանդական ձով, բայց իրական է։ Այն հիմնված է սիրո, վստահության փոխադարձ հոգատարության վրա։ Եվ դա ավելի ուժեղ է, քան ցանկացած արյունակցական կապ։ Լոնը ցատկեց բազմոցից գրկեց Նարեին, որը վերջապես դուրս եկավ մոր հետից պատասխանեց գրկախառնությանը։ Մանեն միացավ նրանց, ստեղծելով ծիծաղող իրար գրկող երեխաների աղմկոտ կույտ։ Լուսինեն վերջապես զիջեց, Ռոբերտի ձեռքերից դողացող ձեռքերով ընդունելով փաստաթղթերը։ Ես չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնել, շշնջաց նա։ Երբեք կյանքումս չեմ պատկերացրել, որ կունենամ այս հնարավորությունը, այս բախտը։ Դա բախտ չէ, նրբորեն ուղեց Ռոբերտը։ Դա այն է, ինչին դու արժանի ես։ Եվ դա այն է, ինչ ես պետք է անեմ նորից մարդ զգալու համար։ Անահիտը քիչ մնաց ինձ վերածեր սառը մեկի, կենտրոնացած միայն թվերի բիզնեսի վրա։ Դու ինձ հիշեցրիր, որ մարդիկ կարոր են։ Որ բարությունը կարոր է։ Որ ընտանիքն ավելին է, քան ազգանունն ու դնթն։ Այդ գիշեր, տարիների ընթացքում առաջին անգամ, Ռոբերտ Կարապետյանի առանձնատունը կենտրոնում իսկապես տուն թվաց։ Նրանք միասին ընթրեցին խոհանոցում, ոչ թե պաշտոնական ճաշասենյակում, որտեղ Անահիտը միշտ պնդում էր։ Կերան պիցցա, որը Ռոբերտը պատվիրել էր, ծիծաղելով, մինչ Նարեն փորձում էր ուտել իր գլխից մեծ կտոր, մինչ Լոնն ու Մանեն մրցում էին, թե ով կարող է ամենամեծ մաստակի պղպջակը անել։ Լուսինեն առաջին անգամ թուլացավ, թույլ տալով իրեն բացահայտ ծիծաղել, կատակներ անել, լինել այդ ուրախության մի մասը, ոչ թե պարզապես դիտել կուլիսներից։ Կախարդական ինչ-որ բան կար այդ լուսավորված խոհանոցում, իր դեղին պատերով փայտե պահարաններով, որտեղ 4 մարդ 3 երեխա զրոյից նոր բան էին կառուցում։ Ընթրիքից հետո Ռոբերտը կարդաց երեխաների համար։ Բոլոր 3-ը կուտակվեցին գլխավոր ննջասենյակի մեծ մահճակալին, որը նա վերջապես սկսել էր նորից օգտագործել, երբ Անահիտը հեռացվեց իր կյանքից։ Նա կարդաց արկածների, վիշապների արքայադուստրերի, հերոսների, որոնք փրկում էին օրը, չարագործների, որոնք պարտվում էին, պատմություններ։ Բայց Նարեի սիրելի պատմությունը մի փոքրիկ սերմի մասին էր, որը տնկվելով բերրի հողում, աճում դառնում էր ուժեղ ու գեղեցիկ ծառ, որը ստվեր ու պտուղ էր տալիս շրջապատի բոլորին։ Ռոբերտը այդ պատմությունը 3 անգամ կարդաց, մինչ երեխաների աչուկները վերջապես սկսեցին թարթել քնից։ Լուսինեն հայտնվեց սենյակի դռան մոտ, նրանց մահճակալ տանելու, բայց Ռոբերտը ժեստ արեց, որ չարթնացնի նրանց։ Թող այսօր այստեղ քնեն, շշնջաց նա։ Այս հսկայական տանը բավականաչափ մահճակալներ ունենք։ Պետք չէ, որ ամեն ինչ միշտ պաշտոնական լինի։ Լուսինեն ժպտաց գլխով արեց, 3 երեխաներին ծածկելով փափուկ վերմակով։ Նրանք իրար քսվեցին կատուների պես, Նարեն իր տիկնիկով սեղմված իր մանեի միջ, Լոնը մեղմ խրմփացնելով արդեն խորը քնած։ Ռոբերտը Լուսինեն լուր դուրս եկան սենյակից, թողնելով միայն մի գիշերայ։ Ին լույս միացված։ Միջանցքում նա լուրջ արտահայտությամբ շրջվեց դեպի նրան։ Պարոն Ռոբերտ, ես պետք է ձեզ մի բան հարցնեմ։
Եվ ուզում եմ, որ ազնիվ լինեք ինձ հետ։ Իհարկե, կարող ես հարցնել ինչ ուզում ես։ Նա տատանվեց, նախքան շարունակելը։ Այս ամենը, ինչ դուք անում եք, միայն երախտագիտություն չէ, այնպես չէ։ Միայն այն պատճառով չէ, որ ես օգնեցի։ Որովհետև եթե այդպես է, նա խորը շունչ քաշեց, ես պետք է իմանամ։ Պետք է իմանամ, սա մշտական է, թե մի օր դուք կարթնանաք կհասկանաք, որ այլս մեր կարիքը չունեք։ Ռոբերտը մի երկար պահ նայեց Լուսինեին, տեսնելով նրա աչքերում խոցելիությունը, վախը, որ այս ամենը չափազանց ժամանակավոր է, չափազանց լավ իրական լինելու համար։ Նա այդ ժամանակ հասկացավ, որ պետք է լիովին ազնիվ լինի նրա հետ, ոչ միայն երախտագիտության, այլ իր զգացած ամեն ինչի մասին։ Լուսինե, սկսեց նա, զգուշորեն ընտրելով յուրաքանչյուր բառ, ես ազնիվ կլինեմ քեզ հետ, որովհետև դու ազնվության ես արժանի։ Սկզբում, այո, դա երախտագիտություն էր։ Դու փրկեցիր իմ կյանքը, փրկեցիր իմ երեխաներին թունավոր լմոր հետ մեծանալուց։ Ես քեզ ամեն ինչով պարտական էի։ Բայց վերջին ամիսներին, դիտելով քեզ երեխաների հետ, տեսնելով, թե ինչպես ես այս սառը տունը վերածում տան, ինչպես ես խնամում յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր մարդու, այդքան սիրով, նա կանգ առավ, քաջություն հավաքելով շարունակելու։ Դա շատ ավելին դարձավ, քան երախտագիտությունը։ Ինչ եք ուզում ասել, շշնջաց Լուսինեն, սիրտը արագանալով։ Ռոբերտը ձեռքը տարավ մազերի միջով, մի նյարդային ժեստ, որը նա արդեն սովորել էր ճանաչել։ Ես ասում եմ, որ ինչ-որ պահի, չնկատելով, թե երբ հենց սկսեցի հիանալ քեզնով ոչ միայն որպես մեկի, ով այստեղ աշխատում է, այլ որպես կին։ Որպես մարդ։ Ես ասում եմ, որ առավոտյան արթնանում եմ, անհամբեր լսելու քո ձայնը։ Որ իմ օրն ավելի թեթ է դառնում, երբ դու ժպտում ես։ Որ երբ նայում եմ ապագային, չեմ կարողանում այն պատկերացնել առանց քեզ Նարեի։ Լուսինեն ձեռքը դրեց պատին, հենվելու, մարսելով այդ բառերը։ Պարոն Ռոբերտ, ես սկսեց նա, բայց նա նրբորեն բարձրացրեց ձեռքը։ Ես գիտեմ, որ դա բարդ է։ Գիտեմ, որ հենց նոր եմ դուրս եկել աղետալի ամուսնությունից։ Գիտեմ, որ դու իմ մոտ ես աշխատում, որ դա կարող է տարօրինակ ուժային դինամիկա թվալ։ Ես հիմա ոչինչ չեմ խնդրում, Լուսինե։ Պարզապես ազնիվ եմ իմ զգացմունքների հարցում։ Դու լիակատար իրավունք ունես ինձ տեսնել միայն որպես տեր, որպես ընկեր, որպես մեկը, ով օգնել է քո դստերը։ Ես չեմ ճնշի, անհարմար իրավիճակներ չեմ ստեղծի։ Բայց երբ դու հարցրիր, սա մշտական է, պետք է իմանաս, որ պատասխանը այո է։ Անկախ նրանից, մեր միջ ռոմանտիկ ինչ-որ բան կլինի, թե ոչ, դու Նարեն ընդմիշտ տեղ ունեք այս ընտանիքում։ Արցունքները վերադարձան Լուսինեի աչքերին, բայց այս անգամ դրանք այլ էին։ Ոչ միայն տխրությունից կամ երախտագիտությունից, այլ ինչ-որ ավելի բարդ, ավելի խորը բանից։ Ես էլ եմ ինչ-որ բան զգում, խոստովանեց նա ցածրաձայն։ Դեռ լավ չգիտեմ, թե ինչ է, ամեն ինչ շատ նոր է, շատ ինտենսիվ։ Բայց երբ նայում եմ ձեզ, ես ոչ միայն Տիրոջն եմ տեսնում։ Տեսնում եմ այն մարդուն, որը փրկեց իմ դստերը, առանց երկու անգամ մտածելու։ Նվիրված հորը, որը պատմություններ է կարդում երեխաների համար, մինչ նրանք քնեն։ Ին մարդուն, որն իր տունը վերածեց իրական տան։ Նա սրբեց արցունքները։ Բայց ես վախենում եմ, պարոն Ռոբերտ։ Վախենում եմ, որ չափազանց շուտ է, որ մենք երախտագիտությունը շփոթում ենք մեկ այլ բանի հետ։ Ռոբերտը գլխով արեց, լիովին հասկանալով։ Ապա եկեք դանդաղ գնանք։ Առանց շտապելու, առանց ճնշման։ Թող ժամանակը ցույց տա, թե սա իրականում ինչ է։ Եկեք կենտրոնանանք երեխաների վրա, այս տարօրինակ ու գեղեցիկ ընտանիքը կառուցելու վրա, որը մենք ստեղծում ենք։ Եվ եթե մի օր դա ավելին դառնա, դա բնականաբար տեղի կունենա։ Այսպես լավ է։ Լուսինեն ժպտաց արցունքների միջով։ Այսպես լավ է։ Նրանք մի քանի րոպե մնացին միջանցքում, խոսելով ավելի փոքր, ավելի թեթ բաների մասին։ Թե ինչպես է Նարեն արձագանքում բուժմանը, ինչպես է Լոնը լավ սովորում դպրոցում, ինչպես է Մանեն խնդրել բալետի դասերի գնալ։ Նորմալ, առօրյա խոսակցություններ, այնպիսի խոսակցություններ, որոնք ընտանիքներն ունենում են։ Եվ դա հանգստացնող, ճիշտ զգացողություն էր։ Երբ վերջապես հրաժեշտ տվեցին գնալու իրենց սենյակները, Ռոբերտը կրծքում մի թեթություն զգաց, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Դա ոչ միայն Անահիտից փրկվելու թեթացումն էր։ Դա հույս էր։ Հույս, որ ապագան կարող է ավելի լավ լինել, քան այն ամենը, ինչ նա զգացել էր անցյալում։
Հաջորդող ամիսները նուրբ, բայց նշանակալի փոփոխություններ բերեցին տան դինամիկայի մեջ։ Ռոբերտը Լուսինեն հարմարավետ ռեժիմ մշակեցին, բնականորեն կիսելով ծնողական պարտականությունները։ Նա վաղ էր արթնանում նախաճաշ պատրաստելու, մինչ նա օգնում էր երեխաներին հագնվել դպրոցի համար։ Նա ստանձնում էր երեկոյան գործերը, երեխաների լոգանքը քնելուց առաջ պատմությունները, մինչ նա կազմակերպում էր տունը ամեն ինչ պատրաստում հաջորդ օրվա համար։ Բայց կային նա միայն իրենց պահերը։ Երեխաների դպրոց գնալուց հետո խոհանոցում միասին խմած սուրճեր, պատշգամբում երկար զրույցներ երազանքների ու վախերի մասին, երեխաների չարաճճությունների մասին կիսված ծիծաղ։ Դանդաղ, զգուշորեն, նրանց միջ ինչ-որ բան էր աճում։ Ինչ-որ բան, որը ոչ մեկը չէր շտապում անվանել, բայց որը երկուսն էլ զգում էին, որ ծաղկում է։ Անահիտի Արմենի դատավարությունը տեղի ունեցավ ձերբակալություններից 6 ամիս անց։ Դա լրատվական իրադարձություն էր, որը շաբաթներ շարունակ գրավեց Երանի վերնագրերը։ Միլիոնատեր չարագործների զույգը, ինչպես նրանց անվանեց մամուլը, փորձեց մի քանի պաշտպանական ռազմավարություններ։ Անահիտը պնդում էր ժամանակավոր անմեղսունակություն, Արմենը փորձում էր ամբողջ մեղքը նրա վրա բարթել, երկուսն էլ վարձեցին ամենաթանկ փաստաբաններին, որոնք կարողացան գտնել։ Բայց ոչինչ չօգնեց։ Ապացույցները ջնշող էին։ Ձայնագրությունները պարզ էին։ Մեքենայի տեխնիկական եզրակացությունները անառարկելի էին։ Երդվյալ ատենակալներին ընդամենը 3 ժամ պահանջվեց վճիռը կայացնելու համար, մեղավոր բոլոր մեղադրանքներով։ Ռոբերտը դատավճռի ընթերցումը դիտում էր դատարանի դահլիճի հետից, Լուսինեն կողքին, բռնած նրա ձեռքը։ 15 տարի Անահիտի համար։ 18 Արմենի, որպես ծրագրի գլխավոր կատարող։ Նրանք պետք է կրեին պատժի առնվազն կեսը, նախքան պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք ստանալը։ Երբ Անահիտին ձեռնաշղթայված դահլիճից դուրս էին տանում, նա աչքերով փնտրեց Ռոբերտին։ Այնտեղ դեռ ատելություն կար, բայց նա… Ինչ-որ բան, որը կարող էր զղջում լինել, թե նա կասկածում էր, որ նա ընդունակ է այդքան խորը զգացմունքի։ Նա հայացքը չփախցրեց։ Պահպանեց տեսողական կապը, մինչ նա անհետացավ դռան հետում, մի լուր հրաժեշտ իր կյանքի ամենամութ գլխին։ Դրսում, դատարանի աստիճաններին, լրագրողները շրջապատեցին նրանց։ Ռոբերտը կարճ արժանապատիվ հայտարարություն արեց, խոսելով արդարության հաստատման, երեխաներին պաշտպանելու, ճիշտ մարդկանց վստահելու կարողության մասին։ Նա ստոր մանրամասներ չնշեց, չիջավ սենսացիոնալիզմի մակարդակին։ Պարզապես ասաց իր ճշմարտությունը հեռացավ։ Մեքենայում, տուն վերադառնալիս, Լուսինեն վերջապես կոտրեց լռությունը։ Ինչպե՞ս ես քեզ զգում։ Ռոբերտը մի պահ մտածեց, նախքան պատասխանելը։ Թեթացած։ Հոգնած։ Բայց հիմնականում նա շրջվեց նրան նայելու, հիմնականում երախտապարտ։ Որ փրկվել եմ։ Որ գտել եմ քեզ Նարեին։ Որ երկրորդ հնարավորություն ունեմ ամեն ինչ ճիշտ անելու։ Այդ գիշեր նրանք տանը տոնեցին հատուկ ընթրիքով։ Ոչ մի շքեղ բան, պարզապես յուրաքանչյուրի սիրելի ուտեստը, սիրով պատրաստված։ Մակարոն Լոնի համար։ Դինոզավրի տեսքով նագեցներ Մանեի համար, բրինձ լոբով, պատրաստված հենց այնպես, ինչպես Նարեն էր սիրում։ Իսկ մեծահասակների համար կարմիր գինի, որը Ռոբերտը պահել էր հատուկ առիթի համար։ Երեխաները շուտ գնացին քնելու, հոգնած դպրոցի օրվանից ռեժիմից դուրս ընթրիքի հուզմունքից։ Ռոբերտը Լուսինեն մնացին պատշգամբում, դիտելով Երանի հեռավոր լույսերը, յուրաքանչյուրը խորասուզված իր մտքերի մեջ։ Լուսինեն էր, որ առաջինը խոսեց։ Նարեն այսօր ինձ մի բան հարցրեց, մեղմ ասաց նա։ Քո մասին։ Ռոբերտը շրջվեց, հետաքրքրված։ Ինչ հարցրեց։ Նա ուզում էր իմանալ, թե դու մի օր իր իրական հայրն ես լինելու։ Ոչ թե կնքահայրը, ոչ թե Ռոբերտ Քերին, այլ հենց հայրը։ Ռոբերտի սիրտը մի բաբախյուն բաց թողեց։ Իսկ դու ինչ պատասխանեցիր։ Լուսինեն ժպտաց, աչքերը փայլելով պատշգամբի լապտերների մեղմ լույսի տակ։ Ասացի, որ երբեմն ընտանիքները տարբեր ձերով են կազմվում։ Որ սիրուն վկայականներ կամ պաշտոնական թղթեր պետք չեն, իրական լինելու համար։ Եվ որ դու արդեն նրա մասին հոգ ես տանում, կարծես նա քո դուստրը լինի, այնպես որ բոլոր կարոր իմաստներով դու արդեն ես։ Ռոբերտը զգաց, թե ինչպես հուզմունքը խեղդեց կոկորդը։ Իսկ դու, հարցրեց նա, վերջապես տալով այն հարցը, որից ամիսներ շարունակ խուսափում էր։ Դու ինձ ինչպես ես տեսնում, Լուսինե։
Ես դեռ պարզապես այն տերն եմ, որը քեզ օգնել է։ Թե ինչ որ ավելին։ Լուսինեն իր գինու բաժակը մի կողմ դրեց, լիովին շրջվեց դեպի նրան։ Վերջին ամիսներին ես քեզ դիտել եմ երեխաների հետ։ Տեսել եմ, թե ինչպես ես նրանց հետ խաղում, չմտահոգվելով, որ քո թանկարժեք հագուստը կեղտոտվում է։ Տեսել եմ, թե ինչպես ես լսում յուրաքանչյուր հիմար պատմություն, որ նրանք պատմում են, կարծես դա աշխարհի ամենակարևոր բանը լինի։ Տեսել եմ, թե ինչպես ես թաքուն լաց լինում, երբ կարծում ես, որ ոչ ոք չի նայում, որովհետև դեռ մարսում ես այն ամենը, ինչի միջով անցել ես։ Նա խորը շունչ քաշեց։ Եվ ինչ որ պահի, ես դադարեցի քեզ տեսնել որպես տեր։ Դադարեցի նույնիսկ քեզ տեսնել որպես ընկեր։ Սկսեցի քեզ տեսնել որպես, նա կանգ առավ, փնտրելով ճիշտ բառը, որպես մեկի, ում սիրում եմ։ Չգիտեմ, թե երբ հենց տեղի ունեցավ։ Գուցե աստիճան։ Աբար։ Բայց դա իրական է, Ռոբերտ։ Շատ իրական։ Ռոբերտը այլևս չկարողացավ զսպել իրեն։ Նա կրճատեց նրանց միջ հեռավորությունը, համբուրեց նրան, սկզբում նրբորեն, հետո ավելի ուժգին, տարիների մենակությունն ու ցավը լվացվելով այդ մաքուր կապի պահով։ Լուսինեն պատասխանեց համբույրին նույն ուժգնությամբ, ձեռքերը փաթաթելով նրա վզին, վերջապես թույլ տալով իրեն զգալ այն ամենը, ինչ պահում էր իր մեջ։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին, ժպտում էին դեռահասների պես։ Սա, սկսեց Ռոբերտը։ Շատ երկար տեց, ավարտեց Լուսինեն, ծիծաղելով։ Նրանք նորից համբուրվեցին, այս անգամ ավելի դանդաղ, վայելելով պահը։ Շտապելու կարիք չկար։ Այլս վախ չկար։ Միայն վստահություն, որ նրանք գտել էին ինչ-որ թանկարժեք բան ամենաանհավանական վայրում։ Ամիսները վերածվեցին տարիների, նրանց կառուցած ոչ ավանդական ընտանիքը ծաղկեց։ Լոնը մեծացավ, դարձավ պատասխանատու տղա, միշտ հոգ տանելով իր փոքր քույրերի մասին ավագ եղբոր նվիրվածությամբ։ Մանեն զարգացրեց բարի հանդեպ սեր, նրա համերգները դառնալով իրադարձություններ, որոնց ամբողջն տանիքը հպարտությամբ էր ներկա գտնվում։ Եվ Նարեն, փոքրիկ Նարեն, որն այնքան հիվանդ էր եղել, մեծացավ ուժեղ, առողջ, նրա բուժումը լիակատար հաջողություն ունենալով։ Ռոբերտը Լուսինեն ամուսնացան գարնանային անձրոտ օրը, 2 տարի անց, երբ նա արթնացել էր այդ ձական անգիտակցությունից։ Դա փոքր, մտերմիկ արարողություն էր, միայն իսկապես կարևոր մարդկանց հետ։ 3 երեխաները հարսնաքույրեր, ծաղիկներ տանող տղաներ էին, հմայիչ լրջությամբ քայլելով թաղամասի փոքրիկ եկեղեցու միջանցքով։ Երբ քահանան հարցրեց, արդյոք որը մեկը առարկություններ ունի ամուսնության դեմ, Լոնը բարձրացրեց ձեռքը, ստիպելով ամբողջ ժողովին շունչը պահել։ Բայց նա պարզապես հարցրեց, թե արդյոք դա նշանակում է, որ Նարեն պաշտոնապես իր քույրն է հիմա, ստիպելով բոլորին թեթացած ծիծաղել։ Խնջույքը առանձնատանն էր, բայց վերափոխված։ Ռոբերտը ամուսնությունից հետո ամբողջությամբ վերանորոգել էր տունը, հեռացնելով այն ամբողջ սառը մինիմալիստական դեկորը, որը Անահիտը պարտադրել էր։ Այժմ պատերը գունավոր էին, լի ընտանեկան լուսանկարներով, երեխաների նկարներով, շրջա։ Նակված, կարծես դրանք արժեքավոր արվեստի գործեր լինեին։ Պաշտոնական ճաշասենյակը վերածվել էր խաղասենյակի, որտեղ երեխաները կարող էին ազատ խաղալ։ Այն այլս թանգարանի տեսք չուներ։ Տան տեսք ուներ։ Ռոբերտը նա փոխել էր իր բիզնեսի ուղղությունը։ Նա դեռ հաջողակ էր, դեռ կառուցում էր շենքեր, որոնք վերածում էին Երանի հորիզոնը։ Բայց հիմա նա համոզվում էր, որ յուրաքանչյուր նախագիծ ներառում է սոցիալական բնակարաններ, համայնքային այգիներ, տարածքներ, որոնք օգուտ էին բերում ոչ միայն հարուստներին, այլ ամբողջ քաղաքին։ Նա ստեղծել էր հիմնադրամ, որն օգնում էր Լուսինեի նման այլ միայնակ մայրերին, տրամադրելով բժշկական բուժում, կրթություն, աշխատանքի հնարավորություններ։ Այժմ նրա կայացրած յուրաքանչյուր որոշումը զտվում էր հետյալ հարցի միջոցով։ Արդյոք սա աշխարհն ավելի լավը կդարձնի ինդուստրիերի համար։ Եվ եթե պատասխանը ոչ էր, նա դա չէր անում։ Նարեն պաշտոնապես որդեգրվեց Ռոբերտի կողմից, երբ 7 տարեկան դարձավ։ Դա մի որոշում էր, որը բոլորը միասին կայացրին, նստած հյուրասենյակում կիրակի կեսօրին։ Ռոբերտը բացատրեց, որ ուզում է, որ նա ունենա իր ազգանունը, որ օրենքի առաջ պաշտոնապես իր դուստրը լինի, բայց միայն եթե նա ուզենա։ Նարեի պատասխանը պարզ կործանարար գեղեցիկ էր։ Նա բարձրացավ Ռոբերտի գիրկը, գրկեց նրա վիզը, ասաց. Դու արդեն իմ հայրն ես։ Թուղթը, ուղղակի թուղթ է։ Բայց նրանք մի նույն է թուղթը ստորագրեցին, որովհետև երբեմն ծեսերը կարևոր են։
Եվ այն օրը, երբ դատավորը մուրճը հարվածեց Նարե Ալմեյդա Կարապետյանին, պաշտոնապես որդեգրված հայտարարեց, դատարանի դահլիճում չոր աչք չկար։ Տարիներն անցան քամուց քշված տերների պես։ Լոնը մտավ պատանեկություն, բացահայտեց ծրագրավորման հանդեպ սեր, ժամերով ստեղծելով հավելվածներ խաղեր։ Մանեն դարձավ պրոֆեսիոնալ բալերինա, նրա շնորհքը բեմում շունչը կտրում էր բոլոր դիտողների։ Եվ Նարեն, փոքրիկ Նարեն, որը քիչ էր մնացել չփրկվեր, դարձավ բժիշկ, վճռական օգնելու այլ երեխաների, որոնք բախվում էին սարսափելի ախտորոշումների։ Ռոբերտը շնորհքով ծերացավ, մի քանի ջերմակ մազեր հայտնվեցին, մի քանի կնճիռներ խորացան։ Բայց նա երջանիկ էր։ Խորապես, անկեղծորեն երջանիկ, այնպես, ինչպես երբեք չէր եղել իր առաջին ամուսնության ընթացքում, այն բոլոր մակերեսային հաջողության տարիներին։ Լուսինեն նույնպես ծաղկեց։ Այն ամաչկոտ հոգնած կինը, որը առանձնատուն էր մտել որպես սպասուհի, վերածվել էր վստահ, կայացած կնոջ։ Նա ավարտել էր երիտասարդության տարիներին ընդհատված ուսումը, ստանալով մանկավարժի որակավորում։ Այժմ նա ղեկավարում էր կարիքավոր երեխաների համար դպրոց, որը հիմնադրել էր Ռոբերտի հետ, օգտագործելով իր սեփական պայքարի փորձը, ոգեշնչելու այլ մայրերին երեխաներին։ Նրանք երբեք չմոռացան, թե որտեղից են եկել։ Անահիտի Արմենի ձերբակալության յուրաքանչյուր տարելիցին նրանք նորոգում էին իրենց պարտավորությունը, բարություն անել, մարդկանց օգնել, լինել այն լույսը, որի կարիքը ինչ-որ մեկը ունի մութ պահերին։ Անահիտն այլս երբեք չփորձեց կապ հաստատել։ Նա լուռ կրեց իր պատիժը, երբ վերջապես 8 տարի անց ազատ արձակվեց, անհետացավ մեկ այլ քաղաք, մեկ այլ երկիր, փորձելով վերակառուցել կյանքը իր ոչնչացրածի մոխիրներից հեռու։ Ռոբերտը երբեք նրան չփնտրեց, նա երբեք նրան չփնտրեց։ Որոշ գլուխներ պարզապես պետք է ավարտվեն։ Արմենը նույնպես ի վերջո դուրս եկավ բանտից, բայց ճաղերի հետում անցկացրած ժամանակը էլեգանտ հավակնոտ մարդուն վերածել էր իր իսկ ուրվականի։ Նա մի անգամ փորձեց կապ հաստատել Ռոբերտի հետ, ներողություն խնդր։ Ելով։ Ռոբերտը պատասխանեց կարճ, բայց պարզ նամակով։ Ներելը չի նշանակում մոռանալ, որոշ գործողություններ մշտական հետանքներ ունեն։ Նա մաղթեց, որ Արմենը խաղաղություն գտնի, բայց իր կյանքում նրա համար տեղ չկար։ Եվ այսպես կյանքը շարունակվեց, ինչպես միշտ է շարունակվում։ Եղան վերելքներ, վայրեջքներ, մարտահրավերներ, հաղթանակներ, կասկածի պահեր, բացարձակ պարզության պահեր։ Բայց այս ամենի միջով, այն տարօրինակ գեղեցիկ ընտանիքը, որը ձավորվել էր ողբերգության բեկորներից, մնաց ուժեղ։ Ձմռան մի օր, վթարից 15 տարի անց, որը փոխեց ամեն ինչ, Ռոբերտը կանգնած էր առանձնատան պատշգամբում, նույն պատշգամբում, որտեղ առաջին անգամ համբուրել էր Լուսինեին։ Նա այժմ 60 տարեկան էր, թոշակի անցած բիզնեսից, իր ժամանակը նվիրելով ընտանիքին հիմնադրամին։ Լուսինեն հայտնվեց նրա հետում, գրկելով նրան հետից։ Նրանք մի պահ այդպես մնացին, դիտելով այգին, որտեղ 3 երեխաները այդքան շատ էին խաղացել, այժմ դատարկ, բայց լի հիշողություններով։ Ինչի՞ մասին ես մտածում, հարցրեց նա։ Ռոբերտը ժպտաց։ Մտածում էի, թե որքան տարօրինակ է կյանքը։ Թե ինչպես մի սարսափելի վթար։ Սպանության փորձ, մի բան, որը պետք է ինձ ոչնչացներ, իրականում փրկեց ինձ։ Փրկեց ինձ թունավոր ամուսնությունից, բերեց քեզ Նարեին, սովորեցրեց, թե ինչն է իրականում կարոր։ Լուսինեն համբուրեց նրա ուսը։ Երբեմն մեր կյանքի ամենավատ պահը լավագույն գլխի սկիզբն է։ Ռոբերտը շրջվեց նրան նայելու, այս կնոջը, որը իր կյանք էր մտել որպես սպասուհի, դարձել նրա գործընկերը բառի բոլոր իմաստներով։ Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ, այնպես չէ՞։ Ոչ միայն ինչպես ամուսինն է սիրում կնոջը, այլ որպես մեկը, ով գիտակցում է, որ դու բառացիորեն փրկել ես իր հոգին։ Ես գիտեմ, շշնջաց Լուսինեն։ Եվ դու էլ ինձ փրկեցիր։ Ինձ տվեցիր մի կյանք, որը նույնիսկ չգիտեի, որ հնարավոր է։ Նարեին ապագա տվեցիր։ Մեզ բոլորիս ընտանիք տվեցիր։ Դռան զանգը հնչեց, նրանք լսեցին վազող քայլեր, որոնք գնում էին բացելու։ Կիրակի էր, ընտանեկան ճաշի օր։ Լոնը ցանկացած պահի կգար իր նոր ընկերուհու հետ, Մանեն կգար ուղիղ փորձից, իսկ Նարեն խոստացել էր բերել իր փեսացուին, ծնողների հետ ավելի լավ ծանոթանալու։ Տունը շուտով կլցվեր ծիծաղով, իրար խառնված խոս ակցություններով, հավաքված ընտանիքի գեղեցիկ քաոսով։ Ռոբերտը Լուսինեն իրար նայեցին, ժպտացին, ձեռք ձեռքի տված ներս մտան, պատրաստ մեկ հիշողություններով լի օրվա։ Կյանքը նրանց երկրորդ հնարավորություն էր տվել։
Եվ նրանք օգտվել էին դրա յուրաքանչյուր վայրկյանից։ Այդ գիշեր, երբ բոլորը գնացին, տունը նորից հանգստացավ, Ռոբերտը մտավ այն հին սենյակը, որն օգտագործվել էր իր ապաքինման ընթացքում։ Այն այժմ դատարկ էր, միայն սպիտակ սավաններով ծածկված կահույք։ Բայց մահճակալի կողքի պահարանին դեռ շրջանակված Մանեի տարիներ առաջ արած նկարն էր։ Հայրը, կապույտ թիկնոցով հերոս։ Բայց հիմա նա պարզ տեսնում էր այն, ինչ նախկինում չէր նկատել, այն, ինչ Լուսինեն նշել էր այն հեռավոր օրը։ Նկարված էին 4 կերպար, ոչ թե 3։ Մի ամբողջական ընտանիք, նկարված երեխայի անմեղ ձեռքով, որը ինչ-որ կերպ տեսել էր ապագան, նախքան նրանցից որը մեկը։ Ռոբերտը քնքշորեն դիպավ շրջանակի ապակուն շնջած դատարկ սենյակին։ Շնորհակալ եմ։ Թե ում, նա լավ չգիտեր։ Ճակատագրին, Աստծուն, տիեզերքին, որը դավադրություն էր կազմակերպել, իրեն փրկելու համար։ Շնորհակալ եմ ինձ այս ընտանիքը տալու համար։ Շնորհակալ եմ ինձ իրական սեր տալու համար։ Շնորհակալ եմ ինձ երկրորդ հնարավորություն տալու համար։ Եվ գիշերվա լռության մեջ նա կարող էր երդվել, որ պատասխան լսեց։ Ոչ թե բառերով, այլ զգացումով։ Խաղաղության, ամբողջականության զգացում, որ նա հենց այնտեղ է, որտեղ պետք է լինի։ Ռոբերտը անջատեց լույսը դուրս եկավ սենյակից, նրբորեն փակելով դուռը իր հետից։ Նրա կյանքի այդ գլուխը, իր ողջ ցավով ու խավարով, վերջապես փակված էր։ Եվ նոր գլուխը, լի լույսով ու սիրով, շարունակում էր գրվել ամեն օր։ Նա բարձրացավ աստիճաններով դեպի այն սենյակը, որը կիսում էր Լուսինեի հետ, որտեղ նա արդեն պառկած գիրք էր կարդում, ընթերցանության ակնոցները քթի ծայրին, մազերը բաց ուսերին։ Նա վեր նայեց, երբ նա ներս մտավ, ժպտաց, այն ժպիտով, որը դեռ ստիպում էր նրա սիրտը բաբախել այսքան տարիներ անց։ Ուշացար, կատակեց նա։ Պարզապես հաշտվում էի անցյալի հետ, պատասխանեց Ռոբերտը, պառկելով նրա կողքին։ Եվ շնորհակալություն հայտնում յուրաքանչյուր պահի համար, որն ինձ բերել է այստեղ։ Քեզ մոտ։ Լուսինեն գիրքը մի կողմ դրեց, քսվեց նրան։ Մենք շատ բախտավոր ենք, գիտես։ Այնքան բան կարող էր սխալ գնալ։ Դու կարող էիր մահանալ վթարի ժամանակ։ Նարեն կարող էր չփրկվել հիվանդությունից։ Անահիտը կարող էր հասնել իր նպատակին։ Բայց այդ բաներից ոչ մեկը տեղի չունեցավ, ասաց Ռոբերտը, համբուրելով նրա գլխի գագաթը։ Եվ գիտես ինչու։ Որովհետև մեզ վիճակված էր միասին լինել։ Այս տարօրինակ գեղեցիկ ընտանիքին վիճակված էր գոյություն ունենալ։ Նրանք մի պահ հարմարավետ լռության մեջ մնացին, պարզապես լսելով իրար շնչառությունը, զգալով կիսված ջերմությունը։ Դրսում Երանը շարունակում էր իր տենթագին գիշերային կյանքը, միլիոնավոր պատմություններ միաժամանակ բացահայտվելով։ Բայց այնտեղ, այդ սենյակում, այդ տանը, որը սառը թանգարանից վերածվել էր ջերմ տան, գոյություն ուներ միայն խաղաղություն։ Եվ սեր։ Միշտ սեր։ Ռոբերտը փակեց աչքերը, զգալով, թե ինչպես է քունը վերջապես գալիս։ Բայց լիովին քնը։ Լուց առաջ նա վերջին միտք ունեցավ։ Մի միտք, որը ժպիտ բերեց նրա շուրթերին, նույնիսկ երբ գիտակցությունը սահում էր։ Նա իր կյանքում շատ բաներ էր կառուցել։ Երկնքին հասնող շենքեր, հազարավորներին աշխատանք տվող ընկերություններ, սերունդներին բավականացնող կարողություններ։ Բայց նրա ամենամեծ կառույցը, նրա ամենակարող ժառանգությունը, այդ ընտանիքն էր։ Դա այն սերն էր, որը նա գտել էր դավաճանության մոխիրներում։ Դա կենդանի ապացույցն էր, որ երկրորդ հնարավորություններ գոյություն ունեն, որ երբեմն քո կյանքի ամենավատ օրը կարող է լինել հրաշալի մի բանի առաջին օրը։ Եվ այդ մխիթարական մտքով Ռոբերտ Կարապետյանը քնեց, շրջապատված իր ընտանիքի սիրով, վերջապես հաշտ իր անցյալի հետ ոգորված ապագայով, որը դեռ առջում էր։ Կենտրոնում գտնվող առանձնատունը, որը մի ժամանակ պարզապես հարստության ցուցադրություն էր, այժմ իրական սիրո սրբավայր էր։ Եվ պատերին, ընտանեկան լուսանկարների մանկական նկարների միջ, կախված էր այն շրջանակված նկարը։ Կապույտ թիկնոցով հերոսը նրա 4 հոգանոց ընտանիքը։ Մանկական ձեռքերով նկարված մարգարեու։ Թյուն։ Սիրով, ներողամտությամբ, երկրորդ հնարավորություններով նորից սկսելու քաջությամբ կառուցված իրականություն։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ռոբերտի Լուսինեի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք հաղթահարման, սիրո երկրորդ հնարավորությունների այս ճանապարհորդությունից, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։
Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, հիշեցնում մեզ, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում միշտ կա նորից սկսելու հույս։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։